Աշխումներ եք սովորել նախորդ դասին։ Եկեք մի քանի հատ գրենք, տենց մի հատ թեթև աղյուսակ կազմենք։ Բեռնուլի աշխումը, Այդ շատ լավ սկսելու կետ է, Բեռնուլին։ Ինչ է ցույց տալիս։ այդտեղ հուշ գիր, որ ընկնում էր, չէ, որ այսպես է հիշում։ Երկու ելք ուներ ինքը, չէ։ Ահա։ Ինչ որ Եթե ինչ-որ p հավանականությամբ մեկն էր ընկնում, ըհը, մինուս 1 մինուս p հավանականությամբ երկրորդն էր ընկնում, ըհը, այո։ Հա, շատ ճիշտ է։ Սա են մեր ամենասկզբնական, իրենց ասում ենք Բեռնուլի trial, այն ամենանախնական, ուղղակի մի հատիկանոց պատահույթ ունենք, ինչքան է իր հավանականությունը, դե p հավանականությամբ կլինի, 1 մինուս p հավանականությամբ չի լինի։ Շատ ճիշտ է։ Ինչ էր իր մատսպասումը։ p Հենց p ուղղակի, չէ։ Ահա։ Ու ինչ էր իր վարիացիան։ p անգամ 1 մինուս p։ Այո, գերազանց։ Այս մեր ամենանախնական, ամենաթեթև դեպքն է սկսելու։ Ահա։ Հիմա եթե ուզում ենք գանք Բեռնուլի հիմքով sense ասած, ինչ բաշխման կարան գանք, չեմ ուզում հարցի մեջ շատ հուշում տամ։ Բինոմական բաշխման կարող ենք Բեռնուլի բաշխումը մի քանի անգամ արդեն կատարելով։ Ահա, բինոմականը, ասենք n հատ Բեռնուլիները։ Շատ ճիշտ է։ Ու ինչքան է հավանականությունը, որ օրինակ ինչ որ բան k անգամ կստացվի, ղուշ k անգամ կընկնի։ p Մեկ անգամ Ոնց որ մի անգամ պատկերացնենք p-ը, հիմա որ k անգամ կընկնի։ P-ի կա աստիճան։ P-ի կա աստիճան, բայց օրինակ իսկ ինչ եթե մի անգամ ավել ընկնի, k պլյուս 1 անգամ ընկնի։ Այսինքն մենք որ ասում ենք n հատ կա ու մենք ուզում ենք որ իրանց մեջից Զուգորդության n-ից k-կան P-ի կա աստիճան 1 մինուս P-ի n մինուս k աստիճան։ այո, գերազանց, որտեվ մեզ պետք է որ օքեյ, այստեղ սխալ եմ գրել։ K անգամ պետք է ղուշ ընկնի, բայց նաև այն տակը մնացած n-k անգամն է պետք է ղուշ չընկնի։ Այսինքն մենք p-կան ունենք սա մեր ուզած դեպքերի համար, հետո պետքա չխանգարի մյուսները, չխանգարելը, դե եթե p հավանականությամբ սա է լինում, 1 մինուս p-ով սա է, 1 մինուս p անգամ, ու արդեն n-k հատա պետք։ Բայց նաև ոնց որ sense գծեցի իբր առաջի n հատներ, բայց կարող է օրինակ երկրորդից մինչև k մինուս առաջի k հատներ, կարող է այսպես, չէ՞, մեզ հետաքրքրողները։ Հարցը գալիս, եթե n հատ բան ունենք, ոնց կարանք k հատը ընտրենք մեջից, ու դրա պատասխանն է զուգորդություն n-ից k-ական, չէ՞։ Իրան միջերից ինչ որ գրականություններում հատկապես արևելյան կարող է տեսնեք այսպես գրած։ Բայց մենք սովետում գրում ենք sense c-ով։ C choose բառից։ Շատ ճիշտ է։ Մերսի։ Իսկ դրամած սպասումը ինչքան կլինի։ Մի հատինը N p է։ անգամ P, N N անգամ P։ անգամ p։ Այո, գերազանց։ Վարիացիանը մի անգամից կասեք։ NPQ Ինչացեցի np ու ինչ։ NP անգամ 1 մինուս P էլի։ Ահա, գերազանց։ Ուղղակի ամեն ինչ n անգամ ենք կրկնա, n անգամ է բազմապատկում ենք ստեղ։ Հա, հրաշալի։ Մերսի։ Լավ, օքեյ։ Իսկ ինչ ուրիշ հետարքիր հարց կարանք տանք, որ դրանով գանք մի հատ ուրիշ բաշխման, քանի կոպեկ ենք գցում օրինակ։ Կարանք sense հասնենք էլի։ Գցենք այնքան ժամանակ մինչև գիր ընկնի։ Մինչ Դրանք ուրիշ բաշխան։ ահա,
Շատ լավ է։ Այդ դրա անունը ինչ է կոչվում, այդ բաշխման։ Երկրաչափական բաշխումն է։ Ըհը։ Այդ էլ մեր geometric-ն է։ Ու ինչն է իր հանրությունը, ասենք, որ կայերորդ անգամ նոր կընկնի։ Դրա հավանականությունը ո՞նց է։ Դե կամ -1 անգամ չի ընկել, Ըհը։ եթե դիտարկում ենք չընկնելը 1 - p-ի կամ -1 աստիճան ու p-ի 1 աստիճան, է։ Ըհը։ Գերազանց։ Շատ լավ է։ Ու ոնց որ ստացվում է երկրաչափական է, որովհետև եթե կան 1-ով մեծացնենք, ուղղակի 1 - p-ով բազմապատկվում է։ Երկրաչափական պրոգրես է, էլի b1, b1 անգամ q, b1 անգամ q քառակուսի եւ այլն։ Ինչ է իր մատսպասումը։ 1 բաժանած p։ Ըհը։ Ինչ որ առումով ինտուիտիվ է, չէ՞, եթե ասենք 1/10-ը հավանականություն որ ինչ-որ բան պետք լինի, տենց եթե պատահական մարդու հարցնենք քանի անգամ պետք է անենք, երևի կասի դե 10 անգամ պետք է անենք։ Այդ առումով տենց խելքին մոտ է։ Վարիացիայի բանաձևը կհիշեք։ Շատ կարևոր չի հիշեք, ես էլ չեմ հիշում, շպարգարկայից եմ հիմա նայում։ 1 - p բաժանած p քառակուսի է։ Հա։ Մենք բանում Հայկ ջան, 1 - p-ին չենք ասում, անթերից չեմ ասում։ Դրա համար էլի q ասեմ նկատնում 1 - p։ Հա, հա, օքեյ, հա, Q-ն երևի այդքան լավ չէ նսել։ Եկեք կանք sense գրենք Q-ով նշանակենք 1 - p։ Ըհը։ Արդեն եթե մյուս տողում գրեմ, կիմանանք որ է դա։ Հա, շատ ընտիր։ Ինչ է մնում հայտնիներից, այս հլը դիսկրետների մեջ, էլի։ Մնաց վերջինը։ Ну, դե բաշխումները շատ են, ոնց որ մենք 4 հատ ենք Ըհը։ նայել, էլի մնաց Պուասոնի բաշխումը բան Ըհը։ դիսկրետից։ Հա, մեր նայածներից, հա, մնաց Պուասոն։ Չգիտեմ խիրան հայերեն գրեցի։ Պոիսոն։ Ու իր արգումենտն է լամբդա ենք սիրում գրել։ Իսկ ինքը ինչ է հաշվում։ Դե ինքը էլի բանն է, բինոմական բաշխման, նա ուղղակի որ շատ մեծ են թվերը։ Ահա, գերազանց։ Շատ լավ ասացիք։ Բինոմ n-ն է, երբ որ n-ը ձգտում է անվերջի։ Ու հաճախ p-ն էլ փոքր ենք ուզում լինի։ Ըհը, շատ լավ է։ Իսկ բանաձևով կհիշեք։ Ну, հավանականությունը n հավասար է լյամդայի k աստիճան բաժանած k-ի ֆակտորիալ անգամ y-ի մինուս k աստիճան։ Ըհը։ Y-ի մինուս լամբդա ուղղակի։ Հա, մկներեք, հա, մինուս Ահա։ լամդա։ Ահա, շատ ճիշտ է։ Հա, գերազանց։ Այս yen գալիս է բանից, որ ընդեղ ունենք 1 գումարած 1 n-րդի n աստիճան սահման կար մի հատ բանից, մաթանալիզից, որ ասենք, եթե գումար ենք ուզում դնենք, մի տարուց 100% արժի հետ վերցնենք, թե երկու անգամ կես տարին մեկ 50% եկամուտը վերցնենք, թե 4 ամիսը մեկ, մի խոսքով, ասեմ, ինչքան շուշուտ բանկ փող վերցնենք տոկոսով, n-ը որ sense ձգտի ստեղ անվերջի, սա ձգտում է y-ի, որ ամենաշատը կարանք 2.7 պատկենք մեր բանը։ Այդ պրոստը մի քիչ շատ արագ բան ստեղից։ Ստեղ էլ ունենք Հայկ ջան, մի հատ հարց ունեմ, այ ճիշտ ասած։ Խնդրեմ։ Ես գիտեմ, որ սա մաթանեզից երկրորդ նշանավոր սահմանն է։ Բայց ինձ հետաքրքիր է, օրինակ այդ մոտարկումը որ անում է, սա ինչ որ անուն ունի, թե չէ։ Մոտարկումը անուն ունենա։ Հա, այս մեկին գումարած 1 n աստիճանը, ոնց որ y-ի է հավասար, դա բանը չէ, լիմեսով դնում հաշվում են երկրորդ նշանավոր սահմանն է։ Ոնց որ դա անուն ունի, այդ մոտարկման տեսակը, այդ է էլի հարցը։ Հետաքրքիր հարց է, ու ես չեմ հանդիպել ինչ որ տենց հատուկ անուն այս գործողությունը անելուն էլի։ Հիշիմ։ Լավ, այդքան։ Կարանք հիշենք Ապրիկյանին հարցնենք, կամ ես կարող եմ փորձեմ հիշեմ։ Իրան հարցրել եմ, ասավ կա դու իմանաս, հայ չեմ։ Հա, իրար վրա ենք գցում էլի։ Հա, չէ, չգիտեմ, ես էլ տենց անուն չեմ հանդիպել։ Բայց հա, շատ բարի։ Ու մերսի ակտիվ մասնակցության համար։ Մինչ այստեղ ինչ որ ցանկացած հարց ժողովուրդ։
Հա, այս մեկի համար բանը չգրեցինք։ Շատ հետաքրքիր մատսպասում ու բան վարիացիա ունի, չէ՞։ Ինչ են։ Մասպասումը լյամդան է, վայեցած իսկնասը չեմ հիշում։ Ինչա մեկը կփորձի։ Ցենց ասեմ, կարակ ավել բան փորձեք չհիշել։ Սա գրած է։ Վարիացիան նույնպես։ Այս սրա հարմարային է, որ մատսպասումը վարիացիային հավասար է։ Բայց հա, շատ բարի։ Եթե ինչ-որ հարց կա, համեցեք, եթե չէ, կասեք բան։ Մի երկու հատ օրինակ անընդհատ բաշխումների։ Մի հատը կարամ ես ասեմ, որտեվ այդ մեկը շուտ էինք անցել, շատ հետաքրքիր չի։ Ա բանը, հավասարաչափ բաշխումը, չէ՞, մեր յունիֆորմը։ Յունիֆորմ AB-ն այդ ուղակի հավանականությունները մեկը բաժանած b մինուս a է։ Ինտերվալը ինչքան երկար լինի, այդքան ավելի փոճուր հավանականություններ են ունենում։ Միջինը ուղակի բանն է, միջինն է այդ երկու կետերի մատսպասումը, վարիացիան էլ այս sense է բանը ձևը։ Անհետաքրքիր օրինակը ես ասացի, հետաքրքիրները ձեր վրա։ Եկեք ոնց որ սրանց անընդհատացրեք։ Էքսպոնենցիալը չէր։ Ահա, ունենք մի հատ էքսպոնենցիալ, շատ լավ է։ Exp լամդան ու ոնց է իր բանաձևը։ Լյամդա է մինուս լյամդա x դրական x-երի համար Ահա, ու 0 հակառակ դեպք։ ահա։ Ու 0 else։ Սա իրականում լիքը տեղեր շատ օգտագործվում է, այս բանի շնորհիվ հենց իրել, որ ինքը դրականների համար է մենակ աշխատում։ Օրինակի համար վիճակագրության կամ տենց վիճակագրական մոդելավորման կամ ML-ի, չգիտեմ ինչ անուն դնեմ, բայց մի հատ ճյուղ կա, survival analysis է կոչվում, ողջ մնալու անալիզ, մի քիչ դաժան անուն է, իրենք հաճախ աշխատում են օրինակ ինչքան ժամանակ մնաց մինչև մարդու մահանալը կամ մինչև ինչ որ բանի փչանալը, մինչև տտտ։ Այդ տենց բաների հետ են աշխատում ու ուտեղ մենք հստակ միշտ ունենք դրական արժեք։ Երբեք -2 օր չի մնալու։ Ու ուտեղ հաճախ օգտագործվում է էքսպոնենցիալ բաշխումը, օգտագործվում է օրինակ Weibull-ի բաշխում կոչվածը բանման, որ ինչ որ չափով էքսպոնենցիալի ինչ որ տարբերակներ են, էլի իրանցից ներկայացնում։ Բայց օքեյ, բարի։ Ու նայելով հիշելով, որ ինքը նաև էքսպոնենցիալը ուղղակի էս երկրաչափականի անընդհատ դեպքն է, ասենց ասած, ըստեղ լյամդայի փոխարեն p է մեր մոտ գրած ու բան 1 մինուս p-ի կամ -1-ի փոխարեն այնտեղ էլի կրկին ունենք y-ի աստիճան գնացող, էլի կրկին այս սրա մոտերքից է գալիս։ Ու դե մատսպասումը ինչ կլիներ։ Այս պարգալկային նայելով Մեկը բաժանած լյամդա։ 1 լյամդա երրորդ է, վարիացիան էլ միանգամից ասեմ 1 լյամդա քառակուսի երրորդ է։ Ակչան մի բան հարցնեմ, էլի, այս Անդրեմ։ էքսպոնենցիալի իմաստը այն էր, որ ինչքան պետք է սպասել, որ ինչ որ իրադարձություն տեղի ունենալ, դրա այդ պատահույթներից բանն է, չէ՞, այդ բաշխվածությունն է։ Թե չէ։ Այդ Հա, միտքը իրա դրանում է, չէ՞, այդ ասենք ոնց է, ինչ դեպքերում պետքա դիտարկել այս բաշխվածությունը։ Այսինքն ինչքան պետքա սպասել, որ ինչ որ մի իրադարձություն տեղի ունենա։ Ինքը այդ հա, դեպքերում է չէ օգտագործվում։ Հիմա ուզում հասկանամ ոնց են եկել այն մտքի, որ այդ միտքը կարելի է այս բանաձևով հաշվել։ հա, ոնց է առաջացել։ Հետարքիր հարց է։ Ուղղակի սպասելու հետ կապված մի քիչ ավելի լավ կլինի ասել, որ բան ոչ թե քանի ինքը շատ հաշվում է ոնց որ
Մ, Պուասոն, դրաստում եք շատ պուասոն, եթե ճիշտ լսեցի, այս շատ պուասոնն է հաշվում, թե քանի անգամ տեղի կունենա ինչ որ բանը տրված ժամանակում, էքսպոնենցիալը այս շատ հաշվում է մինչև հաջորդ տեղի ունենալը ինչքան ժամանակ կլինի, իսկ մինչև մյուս ավտոբուսի գալը։ Մեկը ասում է քանի հատ ավտոբուս կգա, մեկը ասում է մյուս ավտոբուսը երբ կգա, ինչքան ժամանակ հետո կգա ավելի ճիշտ։ Իսկ թե ոնց են եկել բանաձևին, իմ իմանալով առնվազն ոնց որ այս սրանք ինտուիտիվ են, չէ՞, в принципе։ Այն նրանք էլ ուղղակի իրանց սահմանային դեպքերն են։ Օրինակի համար այս բան Պուասոն բանն ավելի հաճախ տենց ցածր հավանական բաների համար են իրան օգտագործում։ Իսկ եթե ինչ որ բանի պատահելու հնարավորությունը 0.8-ա, մոտարկումը արդեն որ ասում ենք սա ուղղակի ձգտացնում ենք անվերջի, կարա այդքան լավ չլինի։ Բայց ընդհանուր բանաձևերին գալը իմանալով այստեղից ինչ որ ոչ շատ բարդ մաթանալիզի սահմանների տեսություն կիրառելով արդեն բանաձևին հանգում են, էլի։ Ինձ թվում է հենց տենց էլ առաջացել է, էլի, որտեվ հենց ուղիղ այդ բանաձևը ինքն իրանով մի քիչ շատ օթից է գալիս։ Չգիտեմ, շղվեցի հարցից թե չէ, Չէ, օքեյ է։ լավ, մերսի շատ։ Հա, շատ բարի։ Հա, ձեզ մերսի հարցի համար։ Ու շատ ինտուիտիվ հարց է, էլի։ Այսա օրինակ մի հատ էլ բաշխում մնաց, որի բանաձևը չեն գրել, մի հատ է մնաց, ասելս հիմնականներից մի հատ է մնաց։ Այդ դրա հետ կապված օրինակ բանաձևը թե խի է հենց դա ահագին բարդ է պատասխանել։ Այդ ճիշտ ընդդեմ մի հատ պատասխանելու ձև կա, որը մի քիչ է շատ ցրելու լուծումը ավելի շուտ։ Բայց լավ, գուշակեցիք, որ բաշխումի մասն եմ խոսում, եկեք անունը ասեք, բանաձևը գրենք նոր, մի քիչ ավելի խորանանք։ Նորմալ բաշխում մասն եք խոսում։ Այո, այո։ Այն բաշխումը, որ եթե չգիտենք ինչ բաշխման հետ են գործ ունենում, հետ ենք բանանում։ Այստեղ միշտ մեր սիրած բանն է, որ ինչ բաշխում է, դե նորմալ է, էլի։ Այսին ինչ չգիտենք, նորմալով ենք հիմնականում մոտարկում, եթե ընդհանրապես բան չգիտենք։ Որտեվ ահա որ ձևի շատ տեղեր են հանդիպում, մի այլ կարգի շատ։ Ինչի այ կակրած դա հաջորդ լեքցիայի թեման է գալու, երբ որ կենտրոնական սահմանային թեորեմը անցնենք, որը ասում է, որ ուղղակի շատ տեխնիկակված չխոսանք, բայց ամեն ինչն էլ ի վերջո գնում է դեպի նորմալ բաշխում։ Եթե մի նախադասության փորձել ասել ու ոչ շատ ճշգրիտ։ Այս լավ, ինքը քանի պարամետր ունի, եկեք մի հատ դա ֆիքսենք։ Երկու պարամետր ունի, արտասպասումն ու սիգման։ Ահա, շատ լավ է։ Ու իր բանաձևն է մեկը բաժանած սիգմա առանց քառակուսի արմատ 2π է ու մինուս x մինուս μ քառակուսի բաժանած 2 սիգմա քառակուսի։ Ու միջինը մյունա մատսպասումը վարիացիան մատսպասումը մյունա վարիացիան սիգմա քառակուսին։ Այս մեկը գոնե ուրախալի է։ Կարող գրենք միանգամից 36 շկատակեր։ Խիա այս բանաձևը մի հատիկ ցրող պատասխան, որ մի քիչ կարա հանգստություն տա, այնա որ ինչ հատկություններ ունեն բաշխումները, մի հատ կարևոր հատկություն, որ օրինակ դրանով կարանք հասկանանք ինչ որ բան բաշխում է, թե չէ։ Որ ինտեգրում ենք իր սահմաններով, որտեղ ինքը որոշված է, մեկ է տալիս։ Ահա։ Այս էքսպոնենցիալ բաշխումը։ Սա եթե շատ ուզենք, կարանք մի քիչ հիմնավորենք։ Այսա թե խիապի առաջանում ստեղ բանման, այ դա հիմնավորելը կարելի ասել նրանով, որ ինքը ուղղակի ինչ որ արժեքա, որ օգնում է մեզ բան անել։ Այս պայմանը տեղին պահել։ Բայց թե խի ավելի շատ հենց այս բանաձևը, սրա համար մի երկու հատ վիդեո կուղարկեմ ձեզ, մեր սիրելի կամ առնվազն իմ սիրելի Three Blue One Brown ալիքից, ինքը հենց շատ շարք ունի վիդեոների, որտեղ խոսում է նման բաներից ու այդտեղ ոնց որ եթե ինչ որ բան կօգնի հասկանալ, ամենահավանականն է այդ վիդեոն է որ կօգնի, էլի։ Իսկ մինչ այդ որտեղ ասես, այս բաշխումը տեսնելու ենք։ Լիքը տեղեր։ Ավ
Նորմալ է ժողովուրդ, մի քիչ երկար կրկնություն արեցինք, բայց ոնց էր։ Ցանկացած հարց, ցանկացած ինչ-որ բան որ կուզեք քննարկենք։ Լավ, եկեք արագ էս առաջին բաժությունը անենք, երկրորդը կարող ենք պրինցիպի բացել թողենք, բայց ինչ պաշտման կհետևի, եթե ուզում ենք հաշվենք տարասխալների ոնց որ edge ունենք, ինչ որ 500 էջանոց գրքի, ու պատահականորեն կարող է բան տարասխալ հանդիպի ու ամեն edge-ի վրա տենց միջինում 0.5 տարասխալ է հանդիպում։ Այս ինչ բաշխում է։ Բինոմական բաշխումը։ Կարանք պրինցիպի ասենք բինոմական, բայց կարանք նաև ոնց որ ավելի հստակել իրան ասենք, sense ասած, հստակ ասելս ավելի սպეციფიკացնենք։ Այն իմաստով ասում սպეციფიკացնել, որ բաշխումների մեջ մենք հարաբերություններ ունենք, չէ՞, որ սա կարա ձգտի սրան բանման, ավելի տենց եզրային բաշխումը, եթե փորձենք ասել։ Պուասոն։ Այո, Պուասոն։ Ու ինչ պարամետրով։ Լյամդան 0.5 անգամ։ 0.5։ Հազարամբողջություն։ Շատ ճիշտ է։ Այստեղ ոնց որ որոնք են ֆակտորները, որոնք որ կարային ասեն, որ սա Պուասոն է, մենք նախ հաշվում ենք ինչ որ բանի քանակ, ինչ որ պատահույթի տեղի ունենալու քանակներ ֆիքսած ինտերվալում 500 էջ հաստատուն արագությամբ 0.5 հաստատուն հաճախականությամբ ավելի շուտ 0.5 տարասխալ ամեն էջի վրա ու ամեն ինչ իրարից անկախ է ու բան պատահական է independent ու random Հայք չեն, եթե բանոնակ չասեր միջինում 0.5, ասենք ասեր ամեն էջում սխալ եղնելու հավանականությունը 0.5 է, ժամանակ ասեն բինոմական չէր գնա։ ասեր ամեն էջում 0.5 հա շատ լավ հարց տվեցիք հա ոնց որ թե հա այսինքն 500 հատ բան ունենք ուղղակի հա բինոմականը կհաշվեր ասենք 30 հատ տենալու համար 30 հատ edge կընտրեինք ու հա սա մաքուր է թվում ոնց որ թե հենց է կունենայինք 530 ամեն edge-ում տենալու հավանականություն 0.5-ի ու մի խոսքով հա շատ տեղին նշում էր Շնորհակալ։ հա ձեզ մերսի կասեք իսկ օրինակ եթե պատահական Ջան, բայց ես մի հատ հարց տամ էլի մինչև առաջ գնամ։ Այ երկու հատ այս նոր որ ասվեց, ուզում եմ դրանց հստակ տարբերություն հասկանամ, ինչի էս դեպքում Պուասոն դարավ, ոչ թե այդ մյուսը դարավ։ Ինչն էր։ Ես այդ մասը մի քիչ լավ չընկալեցի։ Ինչի այդ բինոմական չեղավ ու եղավ այդ Պուասոնինը։ Կամ որ դեպքում էր նես լինելու, ես այդ մասը չհասկացել եմ։ հա այս լավ հարց է շատ ուզում եմ ասել որ ոնց որ հաշվելու տեսանկյունից այն մեկը կարող ավելի հեշտ լինի բանման բայց մի հատ մեծ տարբերություն իրականում որ բաց թողեցի ստեղ ու շատ լավ որ այս հարցը տվեցիք այնա որ այս Պուասոնով եթե շարժվելու լինենք ներողություն եթե բինոմականով շարժվելու լինենք այստեղ իրականում ավելի շատ ոնց որ ավելի խիստ սահմանելու հետ կապված է մեզ մի քիչ ավելի դժվար լինելու էլի ոնց որ երբ որ խոսում ենք edge-ի մեջ եղած տարասխալներ ու ասում ենք որ ենթադրենք ստաբիլ ամեն մի edge-ում տարասխալ հանդիպելու հավանականությունը 0.5 է այդ չի խոսում նրա մասին թե իրականում քանի հատ տարասխալ կարա լինի այսինքն մենք չենք կարա նախ պետք է հասկանանք ամեն մի բառի համար ենք խոսալու, ասենք առաջին բառ տարասխալա թե չէ, երկրորդ բառ տարասխալա թե չէ։ Եթե edge-ի մակարդակով ենք խոսում, արդեն պետք է նաև բառերի քանակ հաշվի առնվի, բայց լավ, սա կարանք փոխենք, ասենք
ունենք այսքան հազար տառանոց տեքստ ու ամեն մի տառի սխալ լինելու հավանականությունը, ամեն մի բառի մեջ տառա սխալ ունենալու հավանականությունը արդեն ինչ որ ավելի փոքր թիվ է, այսինքն պետքա բռնենք ու այդ մեր էջերի գաղափարը ջարդենք, բերենք ավելի պուճուր կտորների, որ այդ դեպքում ասենք n-ը հավասար է ինչ որ մաքսիմալ քանակ, ամենաշատ հնարավոր քանակ, ասենք 500,000, եթե ամեն էջի վրա բանա բառ կա, ամեն մի բառի մեջ տառասխալ անելու հավանականություն ինչ որ մի հատ էլ ավելի պուճուր թիվ, ու այդ ժամանակ արդեն կարանք խոսանք հավանականություն, որ կտեսնենք 30 հատ, 40 հատ, 50 հատ եւ այլն։ Սովորական ուղակի պահած ձևով, եթե մի հատ ամբողջ էջ ունենք, այստեղ արդեն մեզ բան կլինի, պրոբլեմատիկ կլինի այս ամեն ինչից խոսալ, որտեվ համ բառերի քանակությունն է տարբեր լինելու, համ ճիշտ է, այդքանն է երևի կարելի ասել։ Ոնց հասկացա, ամենաբան բացատրությունը ստեղ էտա է էլի երևի։ Ոնց որ մի քիչ շատ պետք է սխմենք, փորձենք մտցնել բինոմականի մեջ, էլի, որ սա ճիշտ լինի։ Այնտեղ սկզբում էլ մի քիչ բան չասացի։ Մի քիչ հեշտ համաձայնվեցի, սխալ արեցի։ Բայց հա, եթե չենք կարող հստակ ասենք, թե քանի հատ փորձ է կատարվում, մենակ գիտենք օրինակ 500 edge։ Նաև եթե ուզում ենք հասկանանք ոնց որ դիսկրետա թե անընդհատա, այն տեսանկյունից, որ անընդհատը դիսկրետը հատիկ բառով չի, ու եթե միջինում ունենք ինչ որ temp, ոչ թե ամեն մի edge-ի համար, այդ ամեն ինչը պետք է մեզ ասի դեպի Poisson գնա։ Okay էր։ Հա, շատ բարի, ու մերսի հարցի համար։ Ես ինքս էլ խորը չէի մտածել սրա շուրջ իրականում։ Դրա համար նաև արժի ներողություն ասեմ։ Բայց հա, մինչև ստեղ սա օքեյ է։ Ներավ։ Այդ դեպքում մի հատ լավ թեթևի եթե անցնենք միանգամից արագ, ինչ որ ամենաբարձից եկանք։ Եթե ոնց որ մի հատ մեյլ ենք բացում ու ինքը կամ սպամա կամ չէ, ու սպամերի 40%-ը գիտենք, որ բանը։ Իմեյլների 40%-ը գիտենք, որ սպամ է։ Այս իրավիճակում ինչ բաշխումի է հետ ենք առնչվում։ Դե ինքը պետքա դիսկրետ բաշխում լինի։ Ըհը։ Դիսկրետ է, այդ հաստատ։ Բինոմական, որովհետև 2-2։ Սովորական են ճիշտ բինոմականը ճիշտ պատասխան է, բայց կարանք նույնիսկ էլ ավելի սպეციფიկ ուղղակի ասենք Bernoulli, չէ, որտեվ մի հատիկ email ենք ուղղակի վերցնում։ Կարանք ասենք ինքը բինոմականը 1p մի պատահույթով կամ ասենք ուղղակի Bernoulli-ա p-ով։ Ստեղ մեր մոտ մի բանի հավանականությունը p սպամը 40-ը, այն մեկը p չսպամը 60-ը։ Ինչ որ ձեռագիրս կորավ, բայց հա, շատ ճիշտ է։ Այ բինոմականը կլինի, եթե արդեն մի քանի հատ բանի մասին խոսանք։ Օրինակ, հուշերի քանակը 20 անգամ կոպեկ գցելուց։ Այդտեղ արդեն հստակ մեր բինոմական բանաձևով ամեն ինչով պետք է գանք խոսանք 20k, p-ի k, 1 մինուս p-ի 20 մինուս k։ Ահա, նորմալ էր։ Նավ, ասեք, իսկ եթե բան ունենք, ուզում ենք հասկանանք հստակ քանի րոպե պետքա սպասենք ավտոբուսին, եթե ավտոբուսները տենց լրիվ պատահական են գալիս, ուղղակի գիտենք, որ մի ժամում 4 հատ գալիս է։
Պոտենցիալ։ Շատ ճիշտ է, էքսպոնենցիալ։ Իրա այդ ամենաազդեցիկ բաները են, որ մենք խոսում ենք արդեն անընդհատ ժամանակից, ավտոբուսները լրիվ յաբախտի են գալիս, ուղղակի ֆիքսած ինչ-որ տեմպով, այսքան ժամով մեջ այսքան հատ, բայց կարա 4 հատ միանգամից գա, հետո ընդհանրապես ոչ մեկ չգա։ Լրիվ պատահականը նաև նշանակում է, որ տենց իրարից անկախ հանգիստ ոնց որ ոչ մի կապ չունենք։ Հա, ու եթե խոսենք ոնց որ ավտոբուսների քանակի մասին, դեռ վախում եմ մի քիչ շատ խառնեմ, բայց ոնց որ եթե դիսկրետին գանք մի քիչ դեպի, ինքը տենց Պուասոնյան ժամանումների, ասենց ասած, արանքում եղած դիստանցիայի մասին է խոսում, ու դա մեր էքսպոնենցիալն է։ Եթե հարց կա, համեցեք, եթե չէ, կանք մի հատ արագ ես վերջին էլ ասենք, եթե ասենք 0-ից 10 պատահական թիվ ենք ընտրում, այդ ինչ բաշխում է։ Հավասարաչափ։ Հավասարաչափ, հա։ Ստե ոչ ոք չենք ասել, ամեն ինչ համարում ենք ոչ մի ինտերվալ ուրիշի նկատմամբ դոմինանտ չի, սա ասենք սիրուն, հավասարաչափ, գնում է։ Հա, շատ բարի։ Նորմալ է ստեղից ամեն ինչ։ Այս երկրորդ վարժությունը բանն էր, էլի ոնց որ նույն թեմայով, բայց նաև այստեղ ուզում եմ բան, նաև հստակ բաշխումների մեջ արժեքներ տեղադրել։ Ինձ թվում է սա արդեն ինչ որ հավելյալ արժեք շատ չի ստեղծի։ Կարանք սա պրինցիպի բաց թողենք, եթե ինչ որ սա փորձել եք ինչ որ բան չի ստացվել, բայց համեցեք։ Եթե չէ, կարանք մի հատ շատ արագ այս երրորդի մասին խոսանք ու թե ինչեր կարանք նկատենք։ Այս մեկում խնդիրը հետևյալն է։ Ունենք ինչ որ տվյալներ ու գիտենք թե այդ տվյալները ինչ արժեքներ են տալիս, ասենք 0 կամ 1, 0, 0-ից 47 ու 001-ից 14.2 տարբեր բաներ, դրական արժեքներ։ Ու գիտենք իրանց միջինը ու գիտենք իրանց վարիացիան։ Ոնց կարանք փորձենք բան անել։ Պարզել ինչը ինչ բաշխում ունի։ Մոտավոր։ Ինչ իդեա կարանք կիրառենք, էլի։ Օրինակ այս առաջինի հետ կապված ինչ կմտածեք։ Հենց մտածելու process-ը ինչ կլինի, էլի, ինչ կարդալուց ինչի մասին կմտածեք։ Նրանք ասում արժեքները 0 կամ 1 են։ Այս ինչ կարա ասի։ Դա կամ բինոմականն է կամ Պուասոնը։ Հա, բայց եթե ունենք բան, ոնց որ հենց պրոստը մի հատիկ 0 կամ 1, այդ հա բինոմական է, բայց ինչ որ բինոմականի հատուկ դեպք է, չէ՞։ Բեռնուլա։ Ահա, Բեռնուլին է։ Բինոմականն է 1 ու ինչ որ p-ով, չէ՞։ Որտեվ կարանք ակնկալենք որ բան։ Եթե բինոմական լիներ, մեջը պետքա նաև 3, 4, 5 եւ այլն մնացածն էլ լինեին, չէ՞։ Մնացած ամբողջ թվերը դրական։ Իսկ այս սրանց նայելով օրինակ կարենք ինչ որ ձև փորձենք հաստատել օրինակ, որ հա իրոք բինոմականն է։ Եթե ենթադրում ենք, որ բինոմականն է, ուրեմն ասում ենք, որ իր p-ն հավասար է 0.23-ի, չէ՞, որտեվ բինոմականի մոտ սպասումը p էր հենց։ Դե հա 0-ից 1 միջակայքում 0.23-ը ոնց մեծ թիվ է, էլի։ Տեսնեմ նայեմ։ Դե հենց արժեքի ինչքան մեծ է արժեքը, այդ շատ բան չի, այդքան շատ մեծ դեր չի տանում, բայց օրինակ որ 0-ից 1-ում է, դա էլ է ինդիկատոր նրա, որ ոնց որ թե բինոմականի մեջ ենք։ Նայած օրինակ սրա հետ որ ոնց որ սա էլ օգտագործելով ինչ կարայի անեի։
Վարիացիայի բանաձևը կհիշեցնեք ոնց էր։ Ե(x) քառակուսի հանած Ե քառակուսի x։ Հա, չէ, այդ ճիշտ է, բայց ինձ կատնեի ոնց որ հենց բինոմականի, հենց Բեռնուլիի համար։ 1 մինուս p-ն բաժանած p քառակուսի։ Չէ, բանը, այս մեկը մեր մոտ բանն էր, երկրաչափականինն էր դա, բինոմականը ուղղակի, կներեք, ճիշտ է։ հա, չէ, բինոմականը ուղղակի բազմապատկում ենք, ու ոնց որ այս խնդրի կոնտեքստով, եթե այս արժեքը տեղադրեք սրա մեջ, կտեսնենք, որ հենց մոտավորապես այս է տալիս, էլի։ Իսկն այդ առումով էլ է բռնում։ Այս այդ բանաձևերի հետ բզբզալու համար էր, էլի այս խնդիրը։ Օրինակ, էլի տենց բանաձևերի մասին եթե հիշենք, այս երկրորդի համար որ բաշխումն է, որ կարա տենց աչքի ընկնի մտածեք, ու կարողա դա է։ Կարակ էլի համեմատեք այս արժեքները։ Մոտիկ են իրար, ոնց որ կարա պաստոներ նեքսն լյամդա երնդը։ Դե, հա, շատ ճիշտ է։ Իրար բավականին մոտիկ են, ու նաև մնացածն էլ բռնում է, չէ՞։ Պուասոնի դեպքում կարար ասենք արժեքները 0-ից 47 ինչ որ արժեքներ բաներ լիներ։ Սաղ բաները ինձ ոնց որ ամեն ինչ բերում է դրան, մատնանշում է, որ հա, երևի ինքը իրոք Պուասոն կլինի։ Հա, ու տենց բզբզալու համար էր այս մի վարժությունը։ Ինչ որ հարց կամ ցանկացած բան։ Բայց մի բան էլ հասնում էլի, կարա չէ Մгм. թվերը նենց եղնի, որ օրինակ, չգիտեմ, երկրաչափական բաշխմանը բավարարի, օրինակ վարիանսն ու բանը միջինը մացվածում, բայց օրինակ այդ խնդիրը որ կարդաս ինքը вообще երկրաչափական բաշխում չլինի։ Դե ոնց որ հաշվի առնելով, որ ուղղակի ինչ որ տվյալներ են, տվյալների մեջ կարան ինչ որ սխալներ լինեն կամ տվյալները կարան քիչ քանակի լինեն բանման, տեսականորեն կարա լինի։ Բայց եթե պատկերացնենք, որ անվերջ շատ տվյալ ունեինք, այդ դեպքում արդեն հստակ բանաձևերը պետք է իրար հետ բռնեին, էլի։ Հասկացա։ Այսինքն եթե մենք օրինակ մի բանաձև հասկանում ենք, որ չգիտեմ, սա օրինակ կարա եղնի երկրաչափական բաշխման, օրինակ վարիանսն ու մացվածումը, մեծ այդ բաշխումը հաստատ երկրաչափական բաշխում է եղնելու։ Դե ոնց որ ներողություն, հաստատով երբեք չենք կարող ասենք, բայց կարանք մտածենք այն տեսանկյունից, որ ասենք հա, վրոձի բանա, տվյալ արժեքների ոնց որ արժեքների դյուրույթները բռնում է իրար հետ, թեման նենց է, որ խելքին մոտ ասա լինի, մացպասումը վարիանսի բանաձևերը իրար հետ բռնում են, երևի ուրեմն երկրաչափական է։ Այդքանը կարանք ասենք, է դրանից ուժեղ պնդում այս մակարդակով չենք կարող անենք, էլի։ Այդ դեպքում եկեք մեր տենց որոշած պլանով ըստ հերթականության գնանք։ Գուցե ինչ որ ընթացքում մի քիչ փոփոխություններ անենք, բայց ամեն դեպքում մեծամասամբ ըստ պլանի գնանք։ Առաջինը դա է 5-րդը։ 5-րդը նենց է ինչ որ տենց շատ բան չկա իրանից բզբզալու, բայց մի հատիկ հաճելի հատկություն կա, որը որ կուզեմ ոնց որ ֆիքսենք այսօր։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ ինչ որ բան, այն կազինոների եսիմինչ սարքից, որ 0.05 հավանականությամբ հաղթում ես խաղալուց։ Հիմա քանի անգամ պետք է խաղանք, մինչև որ բան շահենք մացպասումով, էլի։ Կամ մինչև այդ կասեք ինչ բաշխում ասա, առանց կարդալու ստեղ գրածը։ Մոռացել եմ ջնջեմ։ Ճիշտ ասած, ես չհասկացայի ինչ ապարատ է այդ կազինոյի ապարատը։ Ինչ որ ուղղակի պատկերացրեք այն բանը, որ sense 3 հատ բալ պետքա բերի կամ 3 հատ 7։ Sense սխմում ենք ժամբ, ասած հաղթեցինք թե չէ, հաղթեցինք թե չէ։
Դե հա, երկրաշարժական բաշխում է։ Ըհը։ Որտեվ ինչ որ 9-րդ անգամ հաղթելու համար պետքա 8 անգամ պարտվենք, հետո մի անգամ 9-րդ անգամ հաղթենք, չէ՞։ 1 մինուս p-ի k մինուս 1 անգամ p, չէ՞։ Մենոտ px-ը հավասարական։ Okay, իսկ որն է մեր բանը, ակնկալվող բանի քանակը, փորձերի քանակը մինչև հաղթելը։ Այլ կարող է նույն ինքն է, ինչ մացպասումը, չէ՞։ Ահա, Ով ոնց է մեր բանաձևը։ մեկը բաժանած պեի։ Ըհը։ Իսկ այս դեպքում պետք է մի 20 անգամ փորձենք մինչև հաղթենք։ Okay, շատ բարի։ Սրանց համար միջայլոց բան, եթե ինչ որ մեկոտ որպես առաջադրանք ուզում ա կամ եթե պայտակ մոռանում եք բանաձևը, նենցա նաև իրանց բան, ուղակի տենց p անգամ նայողություն, k անգամ pk հաշվելով, այտենց էլ կարելի է դուրս բերել, էլի։ Եթե բռնենք ուղակի հաշվենք այս k անգամ 1 մինուս p-ի k մինուս 1 անգամ p-ն, այս 1 մինուս p-ն ստացվելու է մեր մոտ անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա ու կարանք բան անենք, էլի։ Կարանք ուղակի դպրոցական բանաձևերով դուրս բերենք, եթե շատ ուզենք, եթե մոռացել ենք օրինակ։ Բայց նաև ինտուիտիվ է, էլի։ 1/20-րդում ենք հաղթում, պետք է 20 անգամ փորձենք։ Բայց okay։ Եթե հարց կա, համեցեք, եթե չէ, անցնենք այդ իր ամենակարևոր հատկություններից մեկին, հիշողության հատկությունն։ Հիմա ասում ենք, որ 50 անգամ փորձել ենք ու պարտվել ենք։ Հիմա եւս քանի անգամ պետք է խաղանք, որ հաղթենք։ Նույն բանաձևով։ Բայց բանաձևի մեջ ինչ եմ տեղադրելու։ Դե այդ 50 անգամ պարտվելը ոնց որ դառնա զրոյական կետից նորից սկսել։ Այդ շատ կարևոր բան եք ասում, բայց պետք է հասկանանք արդյոք տենց է։ Ճիշտ եք ասում, հենց տենց է կա, որովհետև երկրաչափական բաշխումը հիշողություն չունի, ինքը չի հիշում մինչև այս դեպքը քանի անգամ ինչ է եղել բանման, ամեն անգամ 0-ից սկսածով է գնում, բայց ոնց կարանք դա ցույց տանք։ Դե այդ չլինելը արդեն մեկ հավանականությամբ եղել է։ Այսինքն այդ 1 մինուս p-ն ոնց որ հենց 1 է դառնում, էլի։ Okay, իսկ եթե ասեի, որ բան, վերջի 50 անգամը խաղացել եմ, բոլորը հաղթել եմ, ինչքան անգամ պետք է էլի խաղամ, որ նորից հաղթեմ։ Այդ դեպքում այս մյուսն է 1 դառնում, էլի նույն զրոյական կետից չի սկսում։ Դե, ահա, իրականում միշտ զրոյական կետից է սկսում, ուղղակի բան, ոնց որ այս p-ն 0 կամ 1 չենք կարա էլի տեղադրենք մեկը, p-ն ինքը ֆիքսած 0.05-ն է։ Չէ, որ ասում ենք ոնց որ այսքան անգամ չի եղել, չէ, ինքը բանաձևը միտքն է, որ այսքան անգամ չլինի, որ հետո, չգիտեմ, 5 անգամը չի եղել, 6-րդ անգամը լինում է, չէ, տենց էր միտքը իրա։ Հա, Բանաձևի մեջ ոնց էր 1 մինուս p, k-ի մինուս 1, չէ, տենց էր անգամ p, որ k մինուս 6 1 անգամ ստացվել, անգամ ահա։ չի եղել, k-երորդ անգամ լինում է, դա ենթադրում ենք էլի, որ այդքան չի լինի, հետո կլինի, իսկ հիմա երբ որ ասում ենք չի եղել, նշանակում է արտադրիչն է, այդ առաջի արտադրիչը հենց մեկը չի եղել, ինքը հենց հստակ չի եղել, էլի։ Ու դրա համար հաջորդ քայլը, որ կշահի, այդ p հավանական։ Ես տենց եմ պատկերացնում, չգիտեմ, Հասկացա, որ հա։ ինքը այդ եթե բանաձևը ստեղծվում է այն մտքով, որ ենթադրենք չի լինի, հետո կլինի, հիմա արդեն պնդում ես, որ չի եղել։ Արդեն ու այդ դառնում է վсё, զրոյական կետից նորից սկսել։ Ինքը ոչ թե Հասկացա ենթադրություն է, իդեան, ինքը հա։ այլ պնդում արդեն դառնում։ Չէ, այդ իդեան հասկացա ու լավ իդեա է, ուղղակի այդ դեպքում էլ
ոնց որ այդ մեկնաբանությունը մի քիչ կարա խնդրեմ առաջացնի, այն տեսանկյունից, որ եթե օրինակ ասեմ 40-րդին ա եղել, հիմա ասելու եմ 40-րդից եթե 0 անա, պետք է ասենք 10 հատ չի եղել, հիմա 10 հատ էլ պետք է գնամ օրինակ կամ 30 հատ է գնամ, մի քիչ այդ անհանգստացնող թվում, երբ որ ուզում ենք pen 0 կամ 1 տեղադրենք, էլի, ասենց ասած, երբ որ գիտենք կոնկրետ դեպքի համար թե ինչ ա եղել, այսինքն ըստ էության ստացվում, ուղղակի եթե կոնկրետ 0 կամ 1 ենք տեղադրում, ու եթե արտադրյալից խոսում ենք, որ հիմա կան, եթե 70 եմ դրել օրինակ, ենթադրենք, ու առաջի 50-ի համար արժեքները գիտեմ, ինքը մեկը արտադրյալա, չէ, այսինքն ինքը արդեն միշտ 0 կամ 1 ա լինելու։ Կամ էլ ճիշտ միշտ 0 ա լինելու, որովհետև կամ span 1 ա լինելու կամ 0, եթե նախորդներում հաշվի ենք առնում, թե ինչ ա պետք։ Ասեմ, ինտուիտիվ կարա օգնի բանի համար մտածելու տեսանկյունից, որ դե այս նախորդները արդեն գցում եմ մի կողմ, բայց բանաձևով ոնց որ թե ավելի շատ խնդրեմ է առաջացնում։ Միտքը բարձր, ինչ իմաստն եմ ասում։ Հա, հասկացա։ Հայկ ջան, ես ճիշտ ասած, սենց եմ մտածում, եթե 50 հատ կրվել է արդեն, ոնց որ մենք նայում ենք 51-րդ թե կկրի, թե չի կրի, ու դա արդեն երկրաչափական բաշխում է, դե պետքա որ հիշի էլի, եթե մասը չեմ հասկանում, որ ասում եք չի հիշում։ Հա, այսինքն ուզում եք ասեք 51-րդ անգամ խաղալուց հավանականությունը պետքա ուրիշ լինի, քան ուղղակի առաջի անգամ նստել եմ խաղալու, ճիշտ հասկացա։ Հա, ես ասեմ, եթե 50 անգամ կրվել եք, 51-րդ հաղթելու հավանականությունը պետք է ուրիշ լինի, քան որ 0-ից էլի մի հատ խաղանք։ Ահա։ Ուրեմն նշանակում է ինչ որ մի կապ պետքա լինի բաների միջև, չէ՞։ Դեպքերի միջև։ Օրինակի համար, եթե կոպեկ ենք գցում, բանա, բինոմականով շարժվում ենք։ 7 անգամ գցելու մասին եթե խոսում ենք, եթե գիտենք արդեն 5 հատ գցել ենք, ստացվում է հավանականությունը, որ x-ը կլինի 7, եթե գիտենք, որ x-ը 5-ից մեծ է, այսինքն 5 անգամ արդեն եղել է։ Սա մեր մոտ լինելու է ինչ որ շատ ավելի մեծ, քան ուղղակի հավանականությունը, որ կլինի 7, չէ՞։ Այդտեղ հստակ կապ կա իրար մեջ։ Բայց այս դեպքում ամեն անգամ, երբ որ նստեցի բանի մոտ ու սխմում եմ բանին, ու սխմում եմ այդ կոճակին տենամ հաղթել եմ թե չէ։ Ինձ այդ դեպքում ինչով է օգնում կամ վնասում նախորդը ինչ ա եղել։ Ոնց պետք է ազդեցություն ունենա, էլի։ Այս հələ պրոստը ինտուիտիվ ենք խոսում, էլի, բանաձևականով հեսա կտեսնենք, բայց ու զգացական մակարդակով, էլի։ Կարելի է նաև ոնց որ մի քիչ ավելի կոպիտ օրինակ, կոպիտ ասելս մի քիչ ավելի հեշտացված օրինակ եթե բերենք, երբ որ ասում եմ նստում եմ այդ սարքի մոտ ու կտսնում եմ տենամ հաղթել եմ թե չէ, կարամ պատկերացնեմ, որ ուղղակի կոպեկ եմ գցում։ Կոպեկ եմ գցում, պրոստը 0.05 հավանականությամբ հանգնում իմ ուզածը։ Հիմա այդ դեպքում կապ չունենա, չէ՞, նախորդը ղուշ ա եղել թե գիր։ Հիմա նորից որ գցում եմ, մոռանում եմ նախորդները ինչ ա եղել, չէ՞։ Հա, այսինքն պատոյտները իրարից անկախ են լրիվ էլի, այդ նկատել եք։ Ահա, պատահույթները լրիվ իրարից անկախ են, բայց այստեղ այն խի ասում մի քիչ կոպիտ ասած, որովհետև այս դեպքում ստացվում է, ես ասում եմ կհաղթեմ թե չէ, բայց այս դեպքում հաշվում ենք իրականում քանի հատ է պետք մինչև հաղթելը, բայց ամեն դեպքում մեկա process-ի մեջ իրարից անկախ է ամեն ինչ, չէ՞։ Ու հասնել 20-րդին կապ չունի 100-րդից սկսած գնամ 120-ին հասնեմ, թե առաջինից սկսած գնամ 21-ին հասնեմ։ Այդ ուղղակի խոսակցականով։ Խոսակցականով նորմալ է։ Հա, հասկացա։ Okay, լավ։ Եթե բանով նայենք, բանաձևականով փորձենք նայել, կարամ օրինակի համար ասեմ, որ բան։ Իմ մոտ m անգամ խաղացել եմ, 50 անգամ խաղացել եմ։ Հիմա ուզում եմ հասկանամ հավանականությունը, որ պետքա եւս n անգամ խաղամ, որ հաղթեմ։ Այսինքն հավանականությունը, որ իմ հաղթանակը իմ հաջողությունը լինելու է եւս n անգամ հետո։
Այստեղ 20-ի մասին հենց չեմ խոսում, ուղղակի ինչ որ n հատ հետո։ Հիմա այսա մենք ուզում ենք ասենք, որ նույնն է ինչը, եթե ինչը հաղթեմ, հաշվեմ։ N-ից Բայ ներողություն, 20, սխալ եմ գրել։ Հա, այստեղ սխալ գրեցի, պետք է ասեմ, եթե գիտեմ, որ x-ը m-ից մեծ է, այսինքն արդեն 50 անգամ հաջող եղել է։ 50 անգամ եղել է, ուզում եմ տեսնեմ եւս 20 հատ։ Հետո գնալու դեպքում հավանականություն։ Սա նույնն է ինչ, ուղղակի, x-ը մեծ է n-ից։ ուղղակի երկու կողմից m-երը հանենք։ Հիմա սա եթե հաշվելու լինեմ, այստեղ ի՞նչ է տեղի ունենալու։ Բանաձևի մեջ ոնց որ այստեղ կարամ բան տեղադրեմ, չէ՞։ P(x)-ը մեծ է m գումարած n-ը, ինքը լինելու էր այսա անգամ հավանականություն x-ը մեծ է m, չէ՞։ Ոնց որ p(a) տված է b-ն, լինելու է p(a) բաժանած p(b), չէ՞։ Ահա։ Այսինքն սա կարամ գրեմ որպես p այսքանը բաժանած p x-ը մեծ է m-ից, չէ՞։ Հա։ Հիմա ըստեղ հավանականությունը, որ m գումարած n անգամ իրար հետևից կպարտվեմ, հետ ենք չէ հաշվում, որ x-ը դրանից մեծ է, այսինքն m գումարած n անգամ պարտվելու եմ։ Ահա։ Ինչ է լինելու մեր մոտ։ Այդ Հաղթելու հավանականությունը p է։ Զրամաբողջ 95-ի m պլյուս n աստիճան։ Ահա, m պլյուս n աստիճան, իսկ ներքևում m անգամ հաղթելու։ M անգամ զրամաբողջ 0.5-ի հաղթելու թե m անգամ պարտվելու։ Ներողություն, պարտվելու խարտ Հա, շփոթեցի։ պարտվելը 0.95-ի m աստիճան։ Ու Հա, դրանք իրարից հանում ենք։ տակը մնա 0.95-ի n աստիճան։ Այսինքն մնաց ուղղակի n անգամ պարտվելու հավանականությունը։ Իսկն բանաձևորեն էլ տեսնում ենք, որ ուղղակի նախորդ անգամների հավանականությունները կրճատվում գնում են։ Հա, օքեյ։ Իրեն Իսկ ասում են, Իսկ օրինակ եթե երկու հատ հրաձիգ են կրակում իր թիրախին, որ այդ դեպքում դու պահանջես sense-ա, ով որ առաջինը կպավ թիրախին, ինքը ոնց որ հաղթում է։ Ու ամեն մեկի համար մտ հավանականություն է տված։ Այդ դեպքում ենթադրենք եթե ասի 20-րդը, այդ դեպքում եթե իր այդ կապված են թե չէ ու դա էլ ենք sense հաշվելու թե չէ։ հա, այս լավ հարց է, ու իմիջիալոց ինչ որ չափով նաև կարանք կապենք նախորդ դասի վերջում այդ 3 հոգու դուելի խնդրի հետ, որ 3 հոգի էին իրար հետ բանանում, իրար կրակում։ Այստեղ եթե ասենք, որ սկսում ենք ան կրակում է b-ին, հետո b-ն կրակում է a-ին, չէ՞, կամ ան կրակում է թիրախին, հետո b-ն կրակում է թիրախին։ Հիմա այս սրա հավանականությունը, եթե գիտենք արդեն, որ ան 10 անգամ ծուռա կրակ է, b-ն 10 անգամ ծուռա կրակ է, նույնն է լինելու, ինչ եթե իրանք ուղղակի նոր են սկսել։ Կամ ինչ ուղղակի ամեն մեկը արդեն 100 անգամ փորձել են։ Եթե մոտենում ենք մաքուր հավանականությամբ, այսինքն ֆիքսել ենք, ասում ենք, այս մեկի թիրախին կրակելու հավանականությունը p է, այն մեկինը q։ Այսինքն կապ չունի, որ եթե ես 1000 անգամ սխալ եմ կրակել, ասենք չգիտես ինչ լավ, իր հավանականությունը մի քիչ ավելի փոքր է։ Եթե ֆիքսած հավանականությունները, ուրեմն քանի անգամ ծուռ կրակել են, այդ ուղղակի ջրվում է, ստացվում է իրանք մեկը այդ պահի 8 անգամ ծուռ կրակելուց հետո, երբ որ իրանք մոտենան թիրախի այդ կրակելու դաշտին, պատմությունը նույնն է, չէ՞ լինելու, մեկը p-ով է, մյուսը q-ով է։ Okay։ Տեսեք, հիմա եթե առաջ անգամ եթե օրինակ ան վրիպում է, եթե i հավանականությունը գտնելու p-ը վրիպումը 1 - p-ը դառնում ու եթե b-ն առաջ անգամից գտնում է, ոնց որ b-ի հավանականությունը, որ առաջ անգամից կգտնի, եթե իրանք հերթով են կրակում, էլի ոնց որ ավելի փոքր է, քան i-ի հավանականությունը, որ առաջին մի անգամից կկրակի, էլի առաջինը։ Ու ստենց եմ էլի պատկերացնում։ Մի վարքան եկեք հասկանանք, առաջինը կրակում է, 1 - p հավանականությամբ չկպավ։ Հա։
Հիմա B-ն է կրակում ու ենթադրենք Q հավանականությամբ կպավ։ Q-ն եթե կպա, ուրեմն վերջացավ, չէ՞ խաղը։ Հա, վերջացավ, բայց նա Q-ի կպնելու հավանականությունը, B-ի կպնելու հավանականությունը Q էր, ոչ թե 1 մինուս B անգամ Q։ Եկամ B-ի կպնել հավանականությունը Q էր, ոչ թե հա, ոնց որ այդ ճիշտ եք ասում։ Այսինքն ուզում ասեմ, եթե ուզում ենք ոնց որ թե գայսենք նրան, որ եթե 5-րդ անգամ եմ կրակում, ասում եմ հավանականությունը, որ 5-րդ անգամ կրակելուց կամ երկրորդ անգամ կրակելուց կդիպչեմ, ինքը տարբերակ հենց եթե առաջի անգամ կրակելուց։ Այսինքն ասեմ, եթե մենք ի սկզբանե ասում ենք նոր ենք մոտեցել նշանաձողի, նոր ենք մոտեցել թիրախին, պն կրակումը։ Ինչքան է հավանականությունը, որ կհաղթի, այդ մի բան է, ու մի բան է, որ ասենք ինչքան է հավանականությունը, որ պն երրորդ կրակելով կհաղթի։ Դրա համար ինքը պետքա սկզբում ծուր կրակի, հետո մյուսը պետքա ծուր կրակի, հետո մի հատ է պետքա ծուր կրակի, մի հատ է պետքա կրակի, ու հետո նոր անգամ P է դառնում։ Սա տարբեր է։ Բայց մենք խոսում ենք ոչ թե հավանականությունը, որ երրորդից կկրակի, ուղղակի, որ ինքը սրան հավասար լինի։ Այլ հավանականություն, որ երրորդից կկրակի, եթե արդեն x-ը երկու անգամ վրիպել է, չէ՞։ Այ ես հենց էդ էի ասում Հայկ ջան, որ արդեն այդ երկու հատը հստակ գիտես, որ չի կպե։ Իսկ առաջի դեպքում դու ենթադրում ես, որ երկու հատը չի կպնի։ Դրանք տարբեր բաներ են, չէ՞։ Հա, շատ ճիշտ է։ Այ Այստեղ դրա համար էի ես ասում, որ ոնց որ մի արտադրիչ է ու կարող այդքան ճշգրիտ չէ։ Ոնց որ հստակ մի մասը դառնում է, որ չի եղել կամ եղել է։ Իսկ այդ երկրաչափական բանի ժամանակ, այդ բաշխման ժամանակ դու ենթադրում ես, որ առաջի երկու հատը չի կպնի, երրորդը կկպնի։ Էդի զուտ ենթադրություն է, իսկ երկրորդ բան դեպքում դառնա, որ երկու հատը չի կպել, էդի հստակ արդեն չի կպել, ոչ թե ենթադրում ես։ հա ուղղակի հստակ պնդում ենք անում, բայց մեկը հավանականություններով ենք խոսում, չէ՞։ Այսինքն Հա, մենք հավանականություններ, բայց արդեն գիտես, որ երկու հատը չի կպել, ոչ թե ենթադրում ես, որ երկու հատը չի կպնի։ հա, ոնց որ այդ սյուժետն է դիտարկում։ Հա, Ոնց հասկացա կապում ենք այն բանին, չէ՞, որ այնտեղ ասում էի 1 կամ 0 չի պեն այդ չգիտենք, Եվի ոնց որ հարցը հենց դրա մեջ էր, էլի, որ ինչ որ բան գիտենք, բայց մեկը դրա հավանականություններով բաժանելով են գալիս, ու տենց ոնց որ մեկնաբանությունը արդեն բռնում էր, էլի։ հա, ես ոնց որ ուզում եմ ասել, այդ ինչ որ բան գիտենալը արդեն մեկ հավանականություն է, էլի, ես ոնց որ էդ էի ուզում ասել, Հասկացա, հա։ որ բանը կա հստակ եղել է, արդեն դա մեկ հավանականությամբ եղել է, վсё, դա մեկ է, էլի, իսկ այն ինչը ենթադրում ես, դա արդեն ինչ որ հավանականությամբ է ենթադրվում։ Հա, բայց ուղղակի ոնց որ հաշվարկների մեջ այդ մեկը չի Հա, լինելու։ չէ, ես այդ հաշվարկի մասով չի ասում, հա։ ես զուտ այդ ինտուիցիայի մասով էի ասում, էլի, հա, կարող այդ արտադրյալի պահը ճիշտ չեմ ասում, բայց զուտ ինտուիցիայով էի ասում, էլի։ Հա, չէ, այդ շատ ճիշտ է, հա, նախորդ անգամի այդքան լավ չհասկացա երևի։ Բայց հա, ըստեղ այդ հենց կարևոր կտորը, թե ինչի է վսյոտիկի հավանականություն նույնը լինում, որ հենց ինքն իրանով սա տարբեր թիվ է, բայց այս պայմանի հետ միասին այսա կտրվելու է։ Ուստեղ իրոք x-ը որ արդեն հասել է նրան, որ x-ը երկու անգամ վրիպել է, դրա համար պետք է առաջի անգամ մեկը վրիպի, հետո մյուսը, հետո մեկը, հետո մյուսը, չէ՞։ Իրոք կտրվելու է այս սրանք։ Okay, կտրվելու չէ՞ էլի։ Հա, արդեն օքեյ է, հասկացա։ Շատ բարի։ Ահա, այս էլ եկա այդ մտքի, որ այդ արտադրիչը, որ ասում էի չի լինում, այդ էի ասում։ Պրոստը Հա, կավան թանուր բանաձևը լավ չէի ասում։ հա, չէ, արդեն լավ տեղ է ընկավ ոնց որ թե։ Հա, շատ լավ է։ Այս սայնս ինչ որ ցանկացած հարց նշում կամ ինչ որ բան։ Դե բարի։ Եկեք ես 9-րդը նայենք այդ դեպքում։ 9-րդը հենց ինքն իրանով այդքան շատ հետաքրքիր բան չունի մեջը։ Ուղղակի այնտեղ մի բա առնչվելու ենք Յենսենի անհավասարություն։ Այսինքն կարանք բերենք Յենսենի անհավասարությունից խոսալուն, ես զուտ ուզում եմ դրա շանսը բաց չթողենք, որովհետև
առանձնապես շատ ուշադրություն չենք դարձրել դրան, բայց խնդիրը հետևյալն է։ Ունենք մի հատ ինչ-որ բան, pipe մեկ երկարությամբ, ու ինչ-որ պատահական մի տեղի ջարդում, հավասարաչափ պատահականությամբ։ Փոքր նշում, որ եթե երկու կողմից ջարդենք ու հետո մտածենք կարանք եռանկյուն սարքենք թե չէ, դրանով կգանք մի հատ խնդրի, որի հետ կապված վիդեո ունենք գցած ու ոնց որ թե այդ խնդրին առաջ բերել ենք, կարաք եթե կուզեք նայեք, բան մաթեմի ալիքումը։ Բայց մի անգամ որ ջարդեցինք, մի տեղից որ ջարդեցինք, ուզում ենք հասկանանք ինչքան է ակնկալվում իր երկարությունը լինի։ Ինչ կասեք։ Պատական ջարդումը ինչքան կլինի երկարությունը։ Միջինը չենք նայելը։ Հա։ Այսքան ստացիոն ուղղակի պատական արժեք եմ վերցնում բանից 0.1 հավասար հավանական բաշխումից։ 0.5։ Ըհը։ Մաց սպասումը մեր մոտ A գումարած B կեսա, չէ՞։ Այսքան 0 գումարած 1 կես ու 2։ Այս նույնը, բայց նաև կարենք ստանայինք բանով, չէ՞։ Եթե մաց սպասումը բանաձևը եթե չգիտենք, կարենք կիրառենք բանը, այն lotus-ը, law of subconscious կարենք կիրառենք բանը ուղղակի, ոնց որ այս x(f(x) բանաձևով մոտենայինք, չէ՞։ Ու եթե սենց անեինք, մինուս անվերջից անվերջ, ու ընդհանուր բանաձևը, սա ըստ էության մենք 0-ից 1 նայում ենք x անգամ 1-ը բաժանած b մինուս 1, այսինքն 1 մինուս 0, dx-ը, այս լինում է x-ի ինտեգրալ x քառակուսի կես, 0-ից 1, լինում է ուղղակի ի վերջո 1 երկրորդ մինուս 0 հավասար է 1 երկրորդ։ Այս գրելաձևն է ուղղակի ունենանք, կարող է հետո ուզենք նայել։ Հա, այս ոնց որ ուղղակի մի հատ ջարդեցինք, այդ ջարդածը կակնկալենք 1 երկրորդնի երկարությունը։ Իսկ ինչ եթե հիմա օրինակ այս մյուս կտորը վերցրել ենք ու իրար հետ բազմապատկում ենք։ Այ դրա մաց սպասումը ինչ կլինի։ Այսինքն հիմա էլ ուզում եմ նայեմ x անգամ 1 մինուս x-ի մաց սպասում։ Ոնց կարանք հաշվենք։ Եթե EX-ը ունենք, բան կար, բանաձև էր կա, որ կարող ես մի անգամից սրա վրա դուրս գաս։ Եթե փակագիծը բացենք, ելնում է x-ից հանած x քառակուսի, չէ՞։ Ելնում է EX-ից հանած EX քառակուսի։ Ու սա գծային է մեր մոտ։ Այսինքն կարանք այսպես անենք։ Ու մեզ տակը կմնա հաշվել x քառակուսին, չէ՞։ Հա։ Իրականում նույնիսկ եթե շատ ուզենք, կարանք հիշենք վարիացիայի բանաձևը, այն 1/12 բանման b մինուս a քառակուսի, այդ դրանից դուրս բերենք, կամ նաև կարելի է ուղղակի ոնց որ որպես ինտեգրալ x քառակուսի անգամ 1 dx անել, այդ subconscious անգիտակից վիճակագրագետի բանաձևից օգտվել, որ պրոստը առանց մտածել x-ի տեղը x քառակուսի է գրում։ Այս սրա մեջ հաշվել, սա x խորանարդի երրորդը լինում մեր մոտ, ու 0-ից 1-ում տալիս է ուղղակի 1/3, չէ՞։ Ու ստացվում է, ասում ենք 1 երկրորդից հանած 1/3 հավասար է 1/6։ Ստեղ սա նորմալ է։ Կարենք ուղղակի նաև ոնց որ անգիտակից բանի բանաձևը ուղիղ կիրառենք, չէ՞, ասենք ինտեգրալ 0-ից 1 x անգամ 1 մինուս x անգամ f(x)-ը մեր մոտ ստաբիլ 1 է, կոնստանտ 1 է։ Ու սրա համար հաշվենք։ Ստեղ լինելու էր x մինուս x քառակուսի, ինտեգրալը կհաշվենք, կգայինք x քառակուսի կես մինուս x խորանարդի երրորդի այս 0-ից 1-ում։ Okay է։ Հիմա կասեք ոնց ինչ պետք է տեղադրենք, որ մաքսիմիզացնենք, ինչքան նա որա շատ լինի այս արտադրյալը։
Այսինքն x-ի տեղը ինչ տեղադրենք, որ Ահա, մաքսիմում լինի։ ահա, Ածանցեք։ կարանք, բայց նաև ոնց որ Մեկ միանգամայն երկրորդ, չի։ աչքի 1/2, հա, աչքը ծակում է, չէ՞, ինչ որ չափով 1/2, հա։ Սա այս կետը խի ուզում նայենք, որ մի քիչ էլ թեթև կպցնենք հետագայում ինֆորմացիայի տեսությանը։ Այստեղ մենք ըստ էության ունենք ոնց որ կարանք սա պատկերացնենք որպես կոպեկ ենք գցում, x հավանականությամբ լինում է 1x-րդ հավանականությամբ չի լինում։ Հիմա կարա հարց լինի, ասենք, իսկ x-ը ինչ պետք է լինի, որ մեզ մաքսիմալ անսպասելի լինի, թե ինչ կընկնի։ Ինֆորմացիայի տեսությունում կա սահմանված surprisingly գաղափար, զարմանքաչափ, զարմանալաչափ կամ չգիտեմ։ Որը հենց դրա մասին է խոսում, թե ինչ բաշխումի ինչ պարամետրերի դեպքում ընդհանուր արտադրյալը հավանականությունների կլինի մաքսիմումը։ Օրինակի համար, եթե կոպեկ ունենք երկու կողմներ ուշա, այսինքն x-ը ուղղակի 1 է։ Այդ դեպքում ոնց որ թե ուղղակի ունենալու ենք մեկի հավանականությունը 1, մյուսինը 0, մեր զարմանալու չափը 0 է լինելու։ Ընդհանրապես նորույթ չկա, սյուրպրիզ չի լինում, երբ որ այդ կոպեկը գցենք։ Եթե ասենք 0.8 լինի, էլի այդքան ահավոր շատ չենք զարմանալու, չէ՞, լիքը դեպքերում ուղղակի ղուշ ենք տեսնելու։ Որն է այն արժեքը, որի դեպքում ամենաշատն ենք զարմանալու, որ իրոք չենք կարա նորմալ գուշակենք, թե ինչ է, 0.5-ն է։ Այս դեպքում շատ հետաքրքիր չի, բայց հա, բանաձևով մեր մոտ այդ է ստացվում։ Այսի դրան էլ նորմալ էր։ Okay, լավ։ Ոստեղ մի հատ բան, որ նաև արժի նկատել է նա, որ մենք ստեղ որ ասում էինք մատսպասում x անգամ 1 մինուս x, մենք չգրեցինք սա որպես մատսպասում x անգամ մատսպասում 1 մինուս x։ Ներողություն, կամ անգամ ուղղակի հա, մատսպասում 1 մինուս x կարանք ասենք, կամ սա նույնն է ինչ, որ 1 մինուս x-ի մատսպասումը նույնն է ինչ 1 մինուս x-ի մատսպասում, չէ՞, գրիչս մեռավ։ Անցանք մոտի։ Սա մեր մոտ տվել էր 1/6, սա էլ լինելու էր 1/2 անգամ 1/2, չէ՞։ Այսինքն միտքը որն է, որ մի վարքան գրիչը դզեմ։ Ահա։ Միտքը այն է, որ եթե ունենք ինչ-որ gx ֆունկցիա, որը x անգամ 1 մինուս x-ը անում, այդ դեպքում մատսպասում gx-ը հավասար չի ընդհանուր դեպքում, հավասար չի ինչ g անգամ ex-ը։ Այսինքն ստեղ եթե սրանը դնեի x, սրանը դնեի, ահա, ոնց որ ստեղ եթե այս սրանք տեղադրեի բանի մեջ, բանաձևի մեջ, կստանայի տարբեր պատասխան։ Ու այս EGX ու GEX-ի հետ կապված կա մի հատ անհավասարություն, բավականին հարմար օգտակար անհավասարություն, որը որ թեկուզ ML-ի մեջ ինչ-որ տեսական տարբեր բաների մեջ երբեմն պետք է գալիս։ Ինքը կոչվում է Յենսենի անհավասարություն, Jensen։ Ասում է, որ եթե ունենք ուռուցիկ ֆունկցիա g, այդ դեպքում EGX-ը մեծ հավասար է GEX։ Ու եթե ունենք գոքավոր, այս դեպքում մեր մոտ գոքավոր էր, չէ՞, ֆունկցիան x1 մինուս x-ը։ Ես երկու կետոր միացնենք վերևն է լինելու։ Այն դեպքում փոքր հավասարով էր մեր մոտ լինելու, ինչը հենց տեսանք, չէ՞, 1/6, 1/4։ Այս ուղղակի ինչ որ առիթ էր պետք մի քիչ ինֆորմացիայի տեսություն
բզբզալու ու Յենսենին մի քիչ ուշադրություն դարձնելու, այս խնդիրը դրա համար էր ընտրված։ Նորմալ էր։ Ցանկացած ստեղից։ Դե լավ։ Եկեք այս 10-րդի հետ կապված ուղղակի այս օրենքը ոտի վրա թեթև ասեմ։ Հետո հաղթեսից անելու ենք, ու այս զեց քորներն էլ ենք նայելու։ Խնդիրը հետևյալն է։ Ունենք ինչ որ կոնկրետ երկրում բանի բաշխումը, բոյերի բաշխումը բաշխված է որպես նորմալ բաշխում 170 միջինով ու 100 վարիացիայով։ Այսինքն մի հատ ինչ որ բան է։ Հիմա եթե վարիացիան 100 է, ուրեմն ստանդարտ շեղումը 10 է, չէ՞։ Այս մեր 170-ն է, այս մեր ստեղ կստացվի 180, ստեղ կստացվի 160։ Հիմա ասում է մարդկանց որ տոկոսն է 160-ից 180 սանտիմետր բոյի։ Սա նշանակում է, որ ուղղակի ասում ենք միջինից մի հատ ստանդարտ շեղում այս կողմ են կողմ տվյալների որ տոկոսն է անգած։ Ու հիմա, նշում Ես ուզում եի ասեի, այստեղ բան կա, չէ, սիգմաների կանոններ կա, դրանց եմ էլի, ես մտածել սրան գրելուց։ ահա, շատ ճիշտ է, հենց էդ էլ կա ստեղ։ Սա հաշվելը լինելու է շատ ձանձրարի ինտեգրման գործ, չէ՞ զուտ։ Պետք է ասենք ինտեգրալ fx 160-ից fx բան ինտեգրալ 160 180 fx dx մի տարբերակ կամ կարանք բաշխման ֆունկցիան եթե վերցնենք, ասենք f180 հանած f160, բայց ստանդարտ նորմալ շեղման դեպքում այդ ստանդարտ բառը սխալ ասացի, որովհետև ստանդարտ նորմալ շեղում էլ կա, էլի, ինքնատիպ ստանդարտ սովորական նորմալ բաշխման համար արդեն մարդիկ նեղություն են քաշել, նախապես հաշվել են, որ այս միջինից մի հատ ստանդարտ շեղում այս կողմ են կողմ գնալը ծածկում է տվյալների 68%-ը։ Այսինքն եթե ասում ենք միջին բոյը 170-ը, նորմալ բաշխման ենթադրության տակ կակնկալենք, որ մարդկանց կեսից շատը համարյա 70%-ը միջինից 10 սանտիմետր են այս կողմ են կողմ լինելու։ Օրինակ, եթե ուզենանք նայենք մարդու, ով 195 սանտիմետր է, այսինքն 2.5 ստանդարտ շեղումից են կողմը, այդ արդեն ստեղ լավ ցածր հավանական է լինելու։ Ինչքան ցածր հավանական, կան էլի հարմար օրենքներ, որ ասում է 2 սիգմայով են կողմ լինել, այսինքն 150-ից 190 բոյ ունենալը, սա արդեն ծածկում է բնակչության 95%-ը։ Այսինքն մարդկանց մենակ 5%-ն է, որ միջինից 20 սանտիմետրից ավելի կոլոտ կամ ավելի բոյով են։ Ու 3 հատ սիգմայի դեպքում, եթե մի հատ էլ մի քիչ են կողմ գնանք, այսինքն 140-ից 200 սանտիմետր բոյը, այդ արդեն 99.7% է կազմում։ Ու այս թվերը իրականում հարմար է իմանալ, որտեղ ինչ որ տեղեր, օրինակ ասում ենք, մենք ինչ որ գտած ապացույցը կամ հանդիպած դեպքը կհանդվարենք բավականին հավանական, եթե իրան պատահականորեն տեսնելը 5%-ից ավելի քիչ հավանական է։ Այսինքն պատահական մարդ եթե վերցնեմ, ուզում ենք պնդենք, որ ինչ որ մարդ շատ բոյով է, ասում ենք իրանից բոյով լինելու հավանականությունն ենք ուզում հասկանանք, ըստ դրա հաշվենք, այսինքն ինչքան յուրահատուկ է, որ այդքան բոյով է, ինչքան հավանական կլիներ այդ դրանից էլ ավելի բոյով լիներ։ Պատահական մարդ եթե վերցնենք, ընդունված ստանդարտ կա, ասենք p-value-ի գաղափար կա 0.05։ Ասում ենք, որ եթե պատահականորեն ուղղակի մարդ վերցնենք, ինքը այդ մարդու բոյից ավելի բոյով լինելու հավանականությունը եթե 0.05-ից փոքր է, ուրեմն ինչ որ նշանակալից բան է իրոք։ Այս դեպքում 0.05 ուղղակի
երկու ստանդարտ շեղում են կողմն է։ Եթե ավելի լուրջ, ավելի կարևոր հարցերի շուրջ ենք նայում, կարող է մարդիկ ասեն 3 ստանդարտ շեղումից են կողմ լինել, այսինքն 97-ից են կողմ։ Բայց հա, այս ոնց որ ուղղակի թեթև նախապես հաշված արժեքների հետ կապված Z-score-ն բան ստանդարտիզացիայի մասին է, որ ուղղակի արժեքից հանում ենք միջինը, բաժանում ստանդարտ շեղման, որ ամեն ինչին բերենք սիրուն 0-ից 1 ու ուտեղ էլ ավելի հարմար լինի, էլի նախապես հաշված արժեքների հետ գործանելը։ Այդտեղ արդեն միանգամից ինչ ասի, թե քանի հատ ստանդարտ շեղում այս կողմ են կողմ ենք, էլի։ Բայց այս ամեն ինչը էլի եմ ասում, վիճակի ժամանակ ավելի նորմալ նայելու ենք։ Այս պահի դրությամբ օքեյ է։ Այս խնդրից ինչ որ ցանկացած հարց։ Դե լավ, գանք ուրեմն հաջորդ նշվածին, այդ մեր 12-րդ խնդիրն էր, բանի միջև կապը, պուասոնի ու էքսպոնենցիալի միջև կապը, ունենք ինչ-որ պուասոնյան պրոցես, այսինքն ուղղակի ասում ենք բան, ինչ-որ լրիվ պատահական, իրարից անկախ ավտոբուսներ են գալիս, կամ այս դեպքում մարդիկ խանութ են մտնում, ինչ-որ ֆիքսած ժամանակի ինտերվալում գիտենք, որ ժամում 4 հոգի մտնում է։ Հիմա նախ առաջի հարցը ինչ բաշխումի է հետևում մի ժամում մարդկանց մուտքերի մտնող մարդկանց քանակը։ Ինչ բաշխում է հետևում, որն է միջինը ու ստանդարտ շեղումը։ Այդ Պուասոնյան բաշխումը, չի։ Պուասոնն է։ Ստեղ որ կա մեր մոտ անկախություն, մեկի մտնելը մյուսի մտնելու վրա չի ազդում, ոչ մեկ իրար հետ չի հատվում։ Կա նաև այն, որ ավելի հավանական է դառնում Կա նաև այն, որ ասենք հավանականությունը կփոխվի, եթե ուղղակի ասենք 4 ժամի փոխարեն, օրինակ մի ժամի փոխարեն 2 ժամ ենք դիտարկում։ Այդ դեպքում տարբերություն կտա, ոչ թե ասենք 0-ից առաջի ժամ կամ առաջինից երկրորդ ժամ։ Այս տենց ստացիոնարության հատկություն է կոչվում։ Հա։ Ու նաև կարող ասենք, որ ոնց որ կա նաև այն հատկությունը, որ պուասոնյան պրոցեսի հատկություններն ենք նաև նշում, որ միաժամանակ նույն բանը տեղի չի կարող ունենա, իսկ նույն մակրոմինի նանովարկյանին երկու բանի հավանականություն չկա, երկու բան միաժամանակ տեղի չի կարող ունենա, որովհետև հստակ ինչ որ կետին հավասար լինելու հավանականությունը 0 է, չէ՞։ Ասենք 0-ից 1 ասեմ պատահական թիվ ասեք, ինչ որ մի թիվ կասեք, ոնց է չլինի։ Բայց որ ասեմ հենց կոնկրետ այդ թիվը ընկնելու հավանականությունը ինչքան է, ինքը լինելու է 1-ը բաժանած անվերջի։ Այսինքն 0, այս դեպքում էլ ոնց որ կրկին միաժամանակ երկու բան տեղի չեն ունենում, սա Պուասոնի պրոցեսի հատկությունները, ուղղակի որպես էլի լավ կլինի նշել մակարդակի ասենք, իսկ սրա մատսպասումը վարիացիան ինչ են լինելու, պատահական գրեցի արդեն։ Իսկ եթե լինի օրինակ 0-ից ամեն 2 ժամում, դա էլ է չէ Պուասոն։ Հա, շատ լավ ասացիք։ Ու մի ժամումի դեպքում ինչքան է լինելու ակնկալվող դեպքերի քանակը 4 է եղնելու, լամդան 4 է։ Իսկ 2 ժամումը, կակրաս այդ հարցին պատասխանենք 8։ Ահա, ուղղակի 2 անգամով է, չէ։ Զուտ բազմապատկվում է մեր մոտ։ 0-ից 1 ինտերվալ, 1-ից 2 ինտերվալ ոնց որ։ Կարանք ասենք ոնց որ այդ Պուասոնը լամդա տեն, ոնց որ լամդա կամ ինչ որ Պուասոն տեն լինի, էլի մեր մոտ։ Նորմալ էր սա։
Հիմա ինչ բաշխում է հետևում ժամանումների միջև տևողությունների բաշխումը։ Այսինքն կանք պատկերացնենք ոնց որ սենց ունենք րոպեները 0 րոպե, ասենք կես ժամ հետո 1 եկավ, հետո 35 րոպե հետո 1 եկավ բանման։ Այսինքն սրանք ունենք ու ինչ որ ստեղ հիմա նայում ենք այս իրանց արանքը եղած դիստանցիաների հեռավոր բան, բաշխումը։ Այսա ինչի է հետևում։ Սա իրականում ոնց որ հենց էքսպոնենցիալ բաշխումն է, չէ՞։ Սենց երևի օդի մեջ է ստացվում։ Կարամ մի հատ փորձեմ մի քիչ համոզել սա, թե ոնց ենք մեկից գալիս մյուսին, էլի։ Մի հատ եթե սկզբում հիշենք ոնց է բանի բանաձևը, էքսպոնենցիալ բաշխման բանաձևը։ Երևի Լամդա անգամ a-ի մինուս լամդա աստիճան x էլի, հա։ Ահա, ու մի հատ էլ x-ը մեր մոտ։ Եկեք, քանի որ ժամանակները եկեք տե գրեմ ստեղ։ Այս մեր էքսպոնենցիալի բաշխումն էր։ Իսկ Պուասոնի բանաձևը ոնց էր։ Լամդայի k աստիճան բաժանած k-ի ֆակտորիալ անգամ a-ի մինուս լամդա աստիճան։ Ահա։ Հա, ես էլ եմ, սենց, բայց հա։ Մի հատ նավսեկի մի քիչ վախում եմ, եկեք գանք այս վերևի էջ։ Ահա, լամդա k բաժանած k-ի ֆակտորիալ a-ի մինուս լամդա, նորմալ է։ Էքսպոնենցիալ, որտեղ է լամդա a մինուս լամդա x։ Ընտիր։ Լավ, հստակ հիշել ենք։ Okay։ Հիմա փորձենք սա ինչ որ չափով դուրս բերենք։ Փորձենք մի ձև ոնց որ բանը կապենք։ Կապենք իրար սրանք։ P-ով մեծատառ նշանակեմ բանը ժամանակը մինչև առաջի պատահույթ, էլ չընկնեմ ասեմ առաջին ու երկրորդի միջև, երկրորդ ու երրորդի միջև։ Ժամանակ մինչև առաջին, այսինքն Պուասոնյան process-ի Պուասոնի այս առաջին ու երկրորդ դեպքերի միջև դիստանցիան։ Ուղղակի այսուտ 0-ից առաջին եմ հաշվում, էլի այս դեպքում։ Այդ մեր տեն կլինի։ Ու ասում ենք, որ պատահույթները տեղի ունենում լամդա անգամ ինչ որ տրված ինտերվալում։ Այդ ինտերվալը կարելի մի ժամ է։ Այս ոնց որ մեր սեթափն է, մեր նախապես պայմանավորված իրավիճակն է։ Մինչև ստեղ օքեյ է սահմանման մակարդակով, թե ինչ ենք անում։ Okay։ Հիմա Պուասոնը հաշվելու էր Պուասոնի գործը ինչ էր լինելու։ Ինքը հաշվելու էր, թե քանի անգամ է դա տեղի ունենում, չէ՞։ Քանի անգամ տեղի կունենա այդ մեր հետարքրած պատահույթը։ Եկեք էդ էլ գրենք որպես n-t, n-t-ն լինի դեպքերի քանակը մինչև t պահը։ Ու լամդանը թող լինի ինչ որ միավոր ժամանակում եղած բանի հավանականություն։ Իսկ եթե մի ժամ է, t-ն ասենք 3 ժամ է, այտենց։ Կստացվեր մեր մոտ, որ n-ն գալիս է Պուասոն լամդա անգամ t-ից, չէ՞։ Մինչև t պահն ենք հաշվում, ամեն պահի, ամեն ժամանակի միավորում լամդա է, լամդա անգամ t։ Սա օքեյ է։ Ներավ։ Ու եկեք մի հատ այսպես բան հասկանանք, որ մինչև առաջի պատահույթը սպասելու հավանականությունը t-ն, որ սա մեծ լինի t-ից, այսինքն ասենք t-ն 5 է, ու մենք ստեղ հաշվում ենք, թե քանի պատահույթ է լինում առաջի 5 րոպեում։ Հիմա ասում ենք
Հավանականությունը, որ սպասելու ժամանակը 5-ից շատ է լինելու, սա նույնն է ինչ, ասենք, որ պատահույթ չի լինելու մինչև ժամը 10, չէ՞։ Մինչև ժամը տենը, ներողություն։ Այսինքն նույնն է ինչ, ասենք, n տեն հավասար է 0-ի։ Այս պահը օքեյ է։ Մի հատ եթե փորձեմ էլի բառերով ասեմ, ֆիքսում ենք ժամանակը մինչև առաջի պատահույթ, ասում ենք, որ այդ պատահույթի ժամանակը 5-ից 5 րոպեից ավել լինելը նույնն է ինչ, ուղղակի ասենք առաջին 5 րոպեում ոչ մի չի եղել։ Ըստ էության մեր ասածը դա է։ Հիմա այսա, եթե ուզենք հաշվել, այսինքն p տեն մեծատեն հավասար է p n տեն հավասար է 0, ուստեղ կարանք ուղղակի, քանի որ Պուասոնն է, բանաձևից օգտվենք, չէ՞։ Այսինքն լյամդայի փոխարեն մեր մոտ լյամդա t է, չէ՞։ Լյամդա t են գրել։ Լինում է լյամդա t-ի 0 աստիճան, անգամ e-ի մինուս լյամդա t բաժանած 0-ի ֆակտորիալ։ Այսինքն լինում է ուղղակի e-ի մինուս լյամդա t, չէ՞։ Սա նորմալ է։ Հիմա ունեցանք ստեղ e-ի 1 մինուս լյամդա t։ Սա հավանականությունն է, որ ասենք ինչ որ t պահա, սա t-ից n կողմ կլինի։ Հիմա եթե ուզենամ հակառակը հաշվեմ, այս սրան անվանում են նաև survival function, մինչև այս պահը գոյատևելու ֆունկցիա։ Բայց հիմա եթե հակառակը նայեմ, ասեմ t-ն փոքր է t-ից, այսինքն պատահույթը կլինի մինչև t պահը։ Սա մեր մոտ լինելու է ուղղակի 1-ից հանած p t-ն մեծա t, չէ՞։ Այսինքն լինում է 1-ից հանած e-ի մինուս լյամդա t։ Չէ՞։ Okay, ասա։ Հա։ Ու իրականում, եթե ստեղ գանք ստուգելու ուղղակի, այս եղավ մեր բանը, չէ՞, իմիջիայլոց, սա եղավ մեր այս սրա անունը ինչ է։ Տեն փոքր է t։ Բաշխման ֆունկցիան չէր։ Բաշխման ֆունկցիան է, չէ՞, սա մեր CDF-ն է։ Իսկ մենք ստեղ ունենք էքսպոնենցիալի համար գրած ունենք իրա այսինչի բանաձևն է։ Դա խտության ֆունկցիան չէ։ Խտությանն է։ Ահա, սա էլ PDF-ն է։ Հիմա եթե ուզում հասկանամ, հիմա էքսպոնենցիալի եմ հասե թե չէ։ Հիմա ստացվեց թե չէ, ճիշտ եմ եկել թե չէ այս բանին, իմ ուզածին։ PDF-ի ու CDF-ի մեջ ինչ կապ կարամ նայեմ։ PDF-ը դա նույնն է ինչ, CDF-ի ինչ է։ Պոտենցիալը չէր։ CDF-ի ածանցիալը, չէ՞։ Ըհը։ Ու հիմա կարամ ես ուղղակի բռնեմ ու ստուգեմ։ Ասեմ, եթե ես վերցնեմ այս իմ 1 մինուս լյամդա t-ն ածանցեմ։ Վայ, նեղություն, մոռացա։ 1 մինուս e-ի մինուս լյամդա t, սա ինձ բերելու է տա մինուս լյամդա e-ի մինուս լյամդա t, չէ՞։ Այս մեկը կորավ, մինուսը մնաց, մինուս լյամդա t-ն իջավ ներքև, լյամդան էլ որպես բարդ ֆունկցիայի ածանցյալ եկավ ստեղ։ Ու խաբեցի, ժողովուրդ։ Մինուս էր, հիմա մինուս լյամդա t-ի ածանցյալը մինուս լյամդան է, չէ՞։ Պլյուսը ստացանք ստեղ։ Օպ, վուալա։ Հələ նայեք ես, այս նույն մեր սիմպոն է։ Մի քիչ շատ վատ նշեցի, բայց մեր նույն բանաձևն է, չէ՞։ Այսինքն սրանով Պուասոնից ստացանք էքսպոնենտը։ Okay, ժողովուրդ, մի հատ լավ մտածեք։
Ճիշտ ասած ես լավ չհասկացա, մի հատ էլ կասեք Ահա, ոնց արω։ եկեք ուզեք մի հատ կամ լավ, կարամ մի հատ ընդհանուր process-ը քայլերը ասեմ ինչ արեցինք։ Դուք ասեք այդ քայլերում որ բաներ որ այդքան էլ լավ չէր, ու այդ բանը նորից անենք միասին։ Եկեք տենց պլանով շարժենք։ Ես ճիշտ ասած 1 մինուս y լամդա մինուս լամդա տեյսից չհասկացա ինչ համար դա ածանցեցի։ Հա, որովհետև ոնց որ այստեղ ինչ որ բաշխում եմ ստացել, չէ՞։ Հա, Հիմա ես ուզում եմ, մենք էլ ուզում ենք ցույց տանք, որ սա էքսպոնենցիալ է, չէ՞։ Հիմա մենք այստեղ գրել էինք էքսպոնենցիալ ֆունկցիայի էքսպոնենցիալ բաշխման խտության ֆունկցիան, չէ՞։ Բայց այստեղ գրվածը մեր մոտ է սպ-տեն փոքրատեն, սա ինքը բաշխման ֆունկցիա է, ոչ թե խտության ֆունկցիա, չէ՞։ Ու մեզ մնում է ուղղակի որպես փոքր քայլ մնում է ցույց տալ, որ ոնց որ սրա ինտեգրալը, այսինքն ներողություն սրա ածանցյալը բաշխման ֆունկցիա ունենամ, ուզում եմ դրա խտության ֆունկցիան գտնեմ, էլի։ Հիմա եթե ցույց տամ, որ սրա խտության ֆունկցիան հավասար է սրան, իսկ սա էքսպոնենցիալ բաշխման խտության ֆունկցիան է, դե ուրեմն բաշխումս էքսպոնենցիալ բաշխումն էր, էլի։ Okay, Ռիզյան։ հա, հարցը բարձր։ Ոնց որ եթե ուղղակի երբ որ այն բանն ենք գրում, անունի չէ, աղյուսակը երբ որ լրացնում ենք, եթե ձեզ ասեի, իսկ ինչն է բան, բաշխման խտության ֆունկցիայի փոխարեն իրականում ընդ երևի բաշխման ֆունկցիան բառոցիորեն ասել ու սխալվել եմ նույնիսկ, բայց եթե ուղղակի այդ բանին գրանցելու լինեինք արժեքները ու CDF-ի արժեքը գրանցեինք, արդեն այս ածանցյալի կետը չէր լինի, էլի միանգամից կտեսնենք, որ օպ նույն բանը ստացանք ու վերջ, էլի։ Նորմալ էր ստեղ ամեն ինչ։ Այսինքն այդ միջակայքը թե ինչքան ժամանակ հետո նոր մարդ կգա, դա արդեն էքսպոնենցիալ բաշխում է։ Հա։ Պուասյանյան process-ի արանքները էքսպոնենցիալ են բաշխված։ Ու սրա մասպասումն է 1 լամդայերորդ է միջայլոց։ Իսկ միշտ է տես թե կոնկրետ հատուկ դեպքեր։ Չէ, միշտ, եթե ոնց որ պնդումը սենց է։ Պուասոնյան բաշխման պատահույթների միջև հեռավորությունների բաշխումը էքսպոնենցիալ է։ Ոչ մի ուրիշ սահմանափակում բանման չկա։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Ու իրականում ոնց որ ընդհանուր մերսի, որ այսքան հարցեր տալիս եք, ես պետքա խոստովանեմ, որ այս process-ը երբեք ձեռով չեմ արել մինչև վերջ, էլի։ Ոնց որ ուղիղ ես էլ առաջի անգամ տեսա ապացուցով բանով, որ այդ մեկը տենց իրար հետ կպնում է, էլի։ Իմանալու մակարդակի վրա էր մոտս զուտ միշտ։ Հենց որ մերսի։ Ինձ որ օգտակար էր էս անելը։ Ահա։ Ցանկացած հարց միջև ստեղ, եթե չէ, շարունակենք գնանք առաջ։ Ինը նայենք էլի ես։ Ինչի։ 9-ը։ Չէ, նույն խնդրի սին։ 12-ի սին։ Հա, 12-ից ցենի նկատի ունեք։ Հա։ Ահա։ Հա, այս մեկը իրականում էլի բանից է խոսքը։ Ասում է Իգնոկը ոչ մեկ չի եկել առաջի 15 րոպեում, ինչքան է հավանականությունը, որ հաջորդ մարզը կգա 15 րոպե հետո։ Այսինքն ունենք P մեծ հետաքրքիրա P T, որ մեծ լինի 15 գումարած 10-ից, հավանականությունը ոնց որ այդքանից ավել պետք է սպասենք, եթե գիտենք, որ արդեն 15 րոպե սպասել ենք, այս է ուզում հաշվենք։ Սա կարա նման լինի, այսօր արդեն նայած խնդրի, չէ՞ մի հատ։ Ինչ կասեք սրա մասին, ոնց կարանք սա գրենք ավելի հեշտ։
Որ էլի ինքը տենց հիշողություն չի պահում, չէ։ Ըհը։ Ինչ կարող եմ Այսինքն գնել։ այդ 15 րոպե սպասելը չի ազդում, որ հաջորդ խնդիր, որ մի հատ վերև բարձրանանք, տենց այդ 15 րոպեն չի ազդում, որ հաջորդ հաճախորդը 10 րոպե հետո կգա։ Դրա վրա չի ազդում, այսինքն էլի այդ ոնց որ զրոյական կետից վերցնենք ու էքսպոնենցիալ բաշխում դառնա։ Ըհը։ Շատ ճիշտ է։ Էլի իրա հիշողություն չունենալու հատկությանն ենք գալիս։ Որտեղ այդ ընդհանուր էքսպոնենցիալ բաշխումների բաներ էլի, այդ Պուասոնի դեպքում ներողություն երկրաչափական պրոգրեսիայի դեպքում դա տեսանք, բայց նույնը ստեղ, եթե ուղակի սա բանով գրեմ, պետ է 25 կամ 15 գումարած 10-ով ավելի լավ է, բաժանած p t 15, եթե գրեմ կրճատեմ մի քիչ, գալու եմ ուղակի p t 10-ին, էլի։ Այնտեղ էլի ուղակի էքսպոնենտի մեջ ոնց որ երկու բան իրարից հանելա լինելու, էլի։ Նորմալ է թե կուզեք անենք process-ը լրիվ տեսնենք։ Չէ, նորմալ է, արդեն նախորդ խնդիր նման է։ Հա, շատ բարի։ Դե ընտիր։ Դե եկեք այս 13-րդը նայենք, որտեղ ես անձամբ այս խնդիրը կանգառում մտքում պահել եմ ու ինչ որտեղ ուշանալ եմ, որ գիտես, ասենք 253-ը 20 րոպեն մեկ է գալիս, ինչքան պետքա սպասեմ, տենց մի բան։ Ահա։ Ունենք մի հատ ցենց խնդիր։ Գիտենք, որ այս ավտոբուսները ժամը 6 հատ ավտոբուս է գալիս։ Ահա։ Հիմա նախ առաջինը կասեք, թե ոնց որ ավտոբուսների իրար մեջ, ասենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, այսպես եկան խառը, այսքանը մի ժամ է ընդհանուր, հույս ունեմ 6 հատ է, լավ կարևոր չի։ Հիմա այս սրանք ինչի են հետևելու հեռավորությունները։ Նախ առաջ ներողություն։ Չուսեցի։ 10 է լինելու։ Հա։ Հեռավորությունը 10 չի լինելու, ամեն 10 րոպե մի հատ կա։ Ըհը։ Իրականում հա, բայց բան։ Եթե իրականում մի քիչ ավելի հերվից պետք է սկսեի հարցը, որ ավելի դանդաղ գայինք։ Հիմա այս իրավիճակը գրած է լավ։ Պուասիոնան process-ի հետ գործ ունենք, չէ՞։ Ու պուասիոնան process-ի պատահույթների միջև հեռավորություն ենք։ Այսինքն սա ինչ բաշխում է գալի, բաշխումից է գալիս։ Միջև հեռավորությունը դա արդեն էքսպոնենտալ բաշխում չէ։ Ըհը։ Ներողություն, exp 6-ն է մեր մոտ։ Իր ամասպասումը 1/6 է լինելու, մի ժամ 6/6, այսինքն 10 րոպեն 1։ Okay։ Հիմա հարց։ Այս կարող ուղղակի կարծիք ասել։ Ինտուիտիվ։ Եթե նոր եմ եկել հասեք կանգառ, ինչքան կակնկալեք սպասեք։ Բիզնեսի ամենաշատը եւի 10 րոպե էլի որ գա։ Okay, այդ ամենաշատը։ Նորմալ վարկած է խելքի մոտ։ Ինչ որ եթե ամեն ինտերվալ միջինը մի 10 րոպե է, ամենավատ դեպքում ինտերվալի մեջտեղն եմ ընկել, չէ, պետքա մինչև ինտերվալի վերջ սպասեմ։ Բայց եթե պատահական ենք հայտնում, կարող է ստեղ լինենք, չէ, ստեղ լինենք։ Ինչքան կակնկալեք սպասել։ 5 րոպե, որտեվ յունիֆորմ բաշխումա դրա միջինը 5 է։ Հա, ինտուիտիվ այդ կակնկալենք սպասել։ Այսինքն եթե ինչ որ մի հատ ինտերվալ վերցնեմ ու ես ինտերվալի երկարությունը եթե լինի 10, եթե գիտեմ, որ այս ինտերվալի մեջ եմ ընկել, հա, կարող է սկզբում եմ ընկել, կարող է սկզբում եմ ընկել, ստեղ եմ ընկել, կակնկալեմ, որ կեսը կսպասեմ ժամանակի, չէ՞, մած սպասում։ Ու անկեղծ իմոտ էլ է այդ ինտուիցիան։ Եթե 20 րոպեն մեկը, կասեմ միջինում դե մի 10 րոպեն մեկ կսպասեմ։
Բայց ըստեղ թխիա գրած պարադոքս իրականում բանն է, որ այստենց չի աշխատում։ Ինչի կարա տենց լինի։ Նախ եթե պատկերացնեմ, որ սենց ունեմ, եկեք 6 հատ չգծեմ, էլի։ Լավ կգծեմ։ Եթե սենց 6 հատ ինտերվալ կա, ու եթե ամեն մեկը իդեալական 10 րոպեն մեկ է, ուրեմն հա, 7 եղավ այ, ճուսեցի։ 7 հատ եղավ այս այդ բաները գծերը։ Չէ, 6։ Չէ, հա, մերսի, հա։ Հա, բայց հա, 1, 2, 3, 4, 5։ Նոր ջնջեցիք վերջինը։ Դե, բայց այսպես ճիշտ չի, 6 հատ չի լինում։ 1, 2, 3, 4, 5, 6։ 6 ինտերվալ, հա, ըստեղ սկսել ենք սպասել, առաջի ավտոբուս, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ ու 6 վերջի ավտոբուս։ Այ ես ամենասկզբինն էլ էի հաշվում դրա համար ես։ Հա։ Հա, չէ, այդտենց ճիշտ կասեիք, հա, բայց սկիզբը հաշվենք ոնց որ պրոստը օրը սկսեց։ Շատ կարևոր չի ոնց կանենք, բայց հա։ Այս սյուժետով, երբ որ սաղ սիրուն 10 րոպեով են, 5-ի հետ կհամաձայնվեմ։ Բայց եթե մի քիչ ռեալիստիկ նայենք, կարող է ավելի շուտ այսինքն ասենք 10, 20, հետո 2, հետո ասենք այս երկուսը կես-կես։ Այսինքն ինքը 10, 25, լավ չէ 10, 18, 2 ու ասենք լավ, թող սա լինի նորից 10 ասենք։ Հիմա սա էլի ժամում 6 անգամ է, չէ՞ գալիս։ Ու սա էլի հետևում է բանի։ Այստեղ երևի մի հատ ինտերվալ քիչ եմ արել, 10, հա։ Այսպես լավ։ Սա հետևում է Պուասոնյանի։ Իրա միջև բանները պետք է հետևի բանի, էքսպոնենցիալի։ Ու նաև ոնց որ ավելի հավանական է, որ ոչ թե կունենանք իդեալական 10-10 բաշխում, այլ խառը բաշխում, չէ՞ իհարկե։ Հիմա այս սյուժետով համաձայն եք, որ պետքա բանը սպասելու հավանականությունը լինի 5 րոպե միջինը։ Երևի 5 չի լինի։ Ինչի՞։ Դե էս մի տեղ ունեք 18 րոպե է, այդտեղ ոնց որ միջինը 9-ով կլիներ, այն մյուսը вообще կողքինը կարճ կլիներ, ու այդ առանձին ինտերվալներով ոնց որ չէր գա էլի ընդհանուրով դառնար 5։ Okay, իսկ ըստ ինտուիցիայի 5-ից շատ կլիներ, թե 5-ից քիչ կլիներ։ Միջինը 5-ից 5-ի մոտ կլինի, ասեք, մի վարքյան։ Հինգից քիչ կլինի։ Ինչի քիչ։ Չէ, քիչ չի լինի, 5-ից շատ կլինի, որտեվ այս 10-երի ժամանակ 5 կլինեն, մեկի ժամանակ 5-ից մի քիչ շատ կլինի, այս մյուսի ժամանակ էլ երրորդ ինտերվալում էլ 5-ից քիչ է լինելու։ Այսինքն մեկի դեպքում մեկը 5-ից ավել է լինում, մեկը 5-ից պակաս է լինում, այն 4-ի դեպքում մոտ 5 է լինում, չէ՞։ Կարան գրենք ամեն ինտերվալի համար այսպես։ Առաջի դեպքում ոնց որ ինտերվալի մեջ են գնեի 5 էի սպասում, օրինակ, չէ՞։ Հիմա ստեղ կարամ 5-երի մեջ ընկնեմ, այս մեկը հետաքրքիր չի։ Ու կա 18-ը ու 2-ը։ Հիմա կարամ ասեմ, դե կարող է 2-ի մեջ ընկնեմ, քիչ սպասեմ։ Բայց մյուս կողմից կարող է 18-ի մեջ ընկնեմ ու շատ սպասեմ։ Բայց պահը նրա մեջ է, որ եթե պատահական գալիս եմ, 9 անգամ ավելի հավանական է, որ այս ինտերվալի մեջ կընկնեմ, քան այս ինտերվալի մեջ։ Այսինքն այն, որ ես մի րոպե կսպասեմ, դա շատ ավելի քիչ հավանական է, քան կընկնեմ այս երկարի մեջ ու ստիպված 9 րոպե կսպասեմ։
Հա, որտեվ այդ ինտերվալն է մեծ, դրանից է տալիս։ Ու ավելի մեծ ինտերվալի մեջ ընկնելու հավանականությունը ավելի շատ է, որովհետև դե տուպը ինտերվալը ավելի մեծ է։ Հա, ահա։ Այսինքն, եթե ինչ-որ պահի վարորդների մեջ կոնֆլիկտ ա եղել, ձգվել է իրանց գալը, ձգվել է իրանց մեջ ինտերվալը, ամենահավանականն է, որ մենք հենց այդ ինտերվալի մեջ է կընկնենք։ Հազիվ թե այն, որ երբ որ բարիշեցին ու երկուսը իրար հետևից եկան, հազիվ թե այդ ժամանակ գան կընկնենք, որովհետև դա կարճ ա տևել։ Ու դրա համար իրականում մեր սպասել ժամանակը 5-ից շատ ա լինելու։ Իրականում նույնիսկ հենց 10 ա լինելու սպասած ժամանակը, բայց այդ հիմա բան այդ դուրս բերելը այս շատ գալու է նրան, որ պետքա խոսանք նրա մասին, որ դե վсё-таки ինչ պահի եկանք, այդ պահի դրությամբ պետքա մոռանանք նախկինի մասին, ուղղակի ասենք դա էքսպոնենցիալ բաշխված է, էքսպոնենցիալ բաշխվածն էլ ասում է բան 1 լամդայերորդ 1/6-րդ 10 66-րդ 10 րոպե։ Իրականում մեկը սպասելու ժամանակը 10 րոպե է մնում, բայց ինտուիցիան հեշտ դա չի ասում։ Բայց երևի համոզեցի, որ ինտուիցիայի ասած 5-ը քիչ է, պետքա 5-ից շատ լինի։ Իսկ թեխի պետքա 10 լինի, այդտեղից է, որ դե հենց կոնկրետ ինքը բան է։ Առանց հիշողություն էքսպոնենցիալ բաշխումը։ Okay։ Դե հաշվի կառնեք ինչ որտեղ գնալուց ժամանակ պլանավորելուց։ Ինչ այստեղ հարց ոնց հասկացա չկա, նորից չհարցնեմ հարց կա թե չէ։ Եկեք անցնենք այս վերջի խնդրին, այդ դեպքում ոնց է ձեր էներգիաները։ Նորմալ։ Ապրիկյանի ստիլի մեջ եմ, սուպեր երկար դասեր։ Բայց այդ իհարկե նրանից էր, որ ինձ կախել էր ուղղակի պայտակ ու այդքան էլ լավ չեմ պատրաստվել այսօր։ Կաշխատեմ все-таки ավելի կարճ լինեն էլի դասերը, որովհետև շատ երկար դասը բարձր լավ չի։ Բայց լավ, հիմա գանք մեր այն ժամանակվա ինչ որ այս ինչ հետարքիր է անսպասելի բանա վիճակի այդ բայասյան, որ ունենք զգացողական բաներ, գանք ստեղ էլ իրանց մասին մի քիչ հիշենք։ Իրականում այդքան շատ տենց ահռելի մեծ կապ չունի բաշխումների թեմաների հետ, բայց կկապենք ամեն դեպքում։ Բայց հա, պատկերացնենք ունենք միլիոն բնակչություն ունեցող քաղաք։ Ու ունենք մի հատ ինչ-որ բան, սպանություն անողի DNK ու DNK-ն բանը։ Հավանականությունը, որ այդ DNK-ն ինչ-որ պատահական մարդու հետ կբռնի, 1/10,000-րդ է։ Հիմա հարց։ Քանի հոգի կակնկալենք, նախ առաջինը մի հատ պարզենք, թե ինչ բաշխման հետ ենք ստեղ գործ ունենալու, բայց քանի հոգի կակնկալենք, որ բան ունի։ Այս DNK-ի բանը իրանց մոտ բռնի։ Ընդհանուր մարդկանց քանակն ինչքան է։ Ընդհանուր մարդկանց քանակը միլիոն է։ Ստեղ 10 համ 100,000 է գրած։ Վայ։ Ներողություն։ Ահա, հա, ես որ կետիկը երկու հատ կետիկ եմ դրել, մեկը մտածել եմ 0 է երևի։ Օպ, լավ, մի խոսքով MLN։ Այստեղ ոնց պետք է մոդելավորենք մեր բաներին, պատահական վերցրած մարդկանց։ Ես ավելի շատ մտածում եմ, թե տեսեք երկու տարբերակ կա, չէ՞, կամ DNK-ն համընկնում է կամ չի համընկնում։ Թվերն էլ մեծ են, մի հավանականություն փոքր է։ Ոնց որ մտածում կարա Պոասոն լինի, էլի Պոասոնի բաշխումը լինի։ Օ, դուզած, շատ լավ ասացիք։ Հա, շատ ճիշտ է, բայց եթե չխոսանք նրան թե ինչի կձգտենք, հենց ուղղակի ուղիղ գրելով ինչ կարանք ասենք։ Մենք ունենք n-ը միլիոն կամ եթե իրականում այդ իսկական մարդուն հանենք, պատահական մարդկանց թողենք, տենց
999,999 ունենք, հավանականությունը ամեն մեկի համար 0 է, ու մենք հիմա ոչ թե մի մարդ ենք դիտարկում, այլ այդ n հատ մարդ։ Ստեղ մեր մոտ ինչ բաշխում է։ Պոասոնի բաշխումը։ Ի վերջո գալու ենք Պուասոնի բաշխման, բայց Բինոմական է, չէ։ հասարակ դեպքով նայած բինոմական է, չէ։ Եթե ուղղակի պատահական մարդ վերցնեմ, 1/10,000 շանսով ինքը բռնում է դենկան, 1-1/10,000-ով չի բռնում, այդ կլուծվի Բեռնուլի, չէ։ Հիմա եթե նույնը անեմ ուղղակի մի հատի տեղը 999,000 մարդով, այդ կլինի բինոմական։ Բայց ոնց Տիգրանը լավ նշեց, քանի որ n-ը ահագին մեծ է, հավանականությունն էլ ահավոր փոքր է, մենք կարող ենք ուղղակի ասենք, որ ինքը գալիս է բանով, Պուասոնով, ու լյամդան մեր մոտ պետք է լինի n անգամ p։ Սա լեկցիային վստահ չեմ ինչքան է առնչվել, բայց այս մոտավորապես ոնց որ ասենք p լյամդան հավասար է 100 մոտավոր։ Մոտավոր ասած ոնց որ 999,000 անգամ 001-ն եմ ասում էլի 100։ Այսքան ու դե սրա մատսպասումն էլ հենց լյամդան է։ Մենք կանկնկալենք, որ 100 անմեղ մարդ կունենա բռնող DNK։ Okay։ Okay։ Հիմա եթե sense պնդում անենք, սխալ DNK ունենալը 1/10,000-րդի է։ 1/10,000-րդին այդ նույնն է 0.01%-ը, չէ։ Հիմա կարամ sense պնդում անեմ, ասեմ սխալվելու պատահական մարդու բան լինելու հավանականությունը, պատահական մարդը 0.01% դեպքերում է, որ իր մոտ DNK-ն կբռնի, այս մեկի մոտ բռնում է, ուրեմն ինքը 99.99%-ով բան է, մեղավոր է։ Սա ճիշտ կլինի։ Այս ընդհանուրից 100 հոգին չեն անմեղ։ Այդ ամբողջ քաղաքում 100 անմեղ մարդ կա, ով որ կդիտարկվի որպես մեղավոր։ Մեկն էլ որ մեղավոր է կլինի 101, չէ։ Դրանցից մեկին չենք մենք ընտրելու, այսպես է պատկերացնում, հա՞։ Հա, իրականում ճիշտ եք ասում, ու այդ ոնց որ հենց բայեսյան մոտեցումի այն ավելի հենց եթե այն բայեսի բանաձևին վիճակագրորեն ենք մոտենում, այդ հենց իդեալական դա է։ Շատ ճիշտ է։ Բայց ընդհանուր ոնց որ եթե այսպես պնդում եմ անում, այդտեղ ի՞նչն է սխալ։ Այսինքն ես ասում եմ, որ մեր մոտ այդտեղ հավանականությունը, որ բան կհամընկնի, այսինքն DNK-ն կբռնի, նույն ինքը ոնց որ ասենք մեղավոր է, հավանականությունը, որ մեղավոր է, եթե անմեղ է, այսինքն եթե պատահական մարդ ենք վերցնում ու ինքը մեղավոր լինի, սրա հավանականությունը մեր մոտ 0.001 էր, չէ՞։ Ահա։ Հիմա ինչ կարանք ասենք, դե ու մեզ խնդրում հետաքրքրում էր ավելի շատ բանը, չէ՞, 1-ից հանած։ Սա ուզում ենք ասենք, որ դե 99%-ով մեղավոր է ինքը։ Ուղղակի 1-ից հանածով ենք սա նայում։ Այս բանի արած պնդումն է, չէ։ Այսինքն ասում եմ 1-ից հանած մեղավոր է, եթե գիտենք, որ անմեղ է։ Բայց ախր սա նույնը չի, չէ՞, ինչ ասենք հավանականությունը, որ անմեղ է, եթե գիտենք, որ միտեղ գրել եմ մեղավոր, միտեղ գրել եմ անմեղ, պետք է շտկի տարբեր բառեր օգտագործեմ։ Ասեմ գրեմ ստեղ DNA, այսինքն DNK-ն բռնեց։ Հավանականությունը, որ DNK-ն կբռնի, եթե անմեղ է, արդյոք սա նույնն է, ինչ հավանականությունը, որ անմեղ է, եթե DNK-ն բռնում է։ Ստե ստացվում է այդ պնդում անողը հետա չէ անում։
Այդ դրուկն է անում։ Հավոդի Ասում է դե դերն եթե է փոխում։ Չլսեցի։ Պայմանն է փոխում, այդտեղ պայմանը եթե անմեղ է, այստեղ եթե դերն կան համընկնում է։ Բայց պայման ոնց որ ոչ թե փոխումա պայմանը, այլ փոխումա թե ինչի վրա է պայման դրվում։ Այսինքն ոչ թե ճիշտ եք ասում, զոտ մի քիչ ուրիշ բառերով։ Այսինքն ստեղ բռնում է PAB-ի փոխարեն ասում է PBA եմ ես վերցնում։ Հա, ըհը։ Իսկ այս շատ սխալ է, չէ՞։ Ասենք եթե ան մեր մոտ լինի 4 ոտ ունի, B-ն լինի շունա, հավանականությունը որ 4 ոտ ունի, եթե շունա, 1-ին մոտ է, չէ՞։ Իսկ ինչքան է հավանականությունը որ շունա, եթե 4 ոտ ունի։ Լավ ցածր է, չէ՞։ Հա։ Նույնը մեր մոտ ստեղ է։ Դրա համար այս տեղերով փոխելը չի կարելի։ Սխալը ստեղ այդ բանը ստեղ սխալ է։ Բա ինչից պետք է օգտվենք ստեղ։ Ոնց պետք է հաշվենք, էլի հիմա ճիշտ ձևով հաշվելը։ Բայեսի բանաձևը չենք օգտագործելու։ Այո, բայեսի բանաձևն է մեր մոտ։ Այսինքն մենք ասում ենք P մեղավոր է, եթե դնկան բռնել է, սա պետք է լինի ինչի, հավասար։ Դենկան բռնելը եթե մեղավոր է, անգամ դենկայի հա Մեղավոր լինելը հավանական Իրականում հա նայեն ճիշտ է։ հա մեղավոր լինելը։ բաժանած դենկան, P դենկան։ Եսա դուք եք համոռանում, կարաք մտքում պատկերացնեք ուղղակի, որ եթե բազմապատկեք ստեղ բանով, պետքա սիմետրիկ լինի, էլի լինի AB A, ընդել BA A։ Ստեղ DNA պետքա բռնեն իրար հետ։ Պետքա ուղղակի բռնենք այսա հաշվենք, չէ՞։ Սա հաշվելը արդեն շատ հետաքրքիր բան չի լինում, կամ ուղղակի պատասխանը ասեմ, որ ինքը լինում է ու նաև իրականում կարանք մոտավոր հաշվենք հենց Տիգրանի ամենասկզբում ասած լոգիկայով, որ եթե մի հոգի կար մեղավոր, 100 հոգի էլ կա ավել, այճիշտ նեղություն, եթե ինքը մի հոգին է ու կար ընդհանուր 100 հոգի, դե ուրեմն ոնց որ հենց ինքը կլինի այդքան անմեղներ գումարած ինքը իմեջից, որ հենց ինքը կլինի, մեկը բաժանած 101։ 101-ը դա էլ մոտավորապես 001 է, էլի։ Այսինքն բանի դատավորի ասած 99.99%-ի փոխարեն 001-ը ուղղակի 1% է ստացվում։ Ահա որ ոչ ինտուիտիվ բան, եթե ուղղակի առանց մաթեմի ես մոտենում, էլի։ Հարցեր այս ամեն ինչից ու իրականում արդեն սաղ դասից հարցեր։ Եթե չկա, արդեն կավարտենք։ Սա երևի Ապրիկյանի պես 2 վիդեոյով կգցեմ YouTube, բայց երևի շատ էական չի դա ձեզ։ Լավ, մինչև 5-ը կգրեմ, եթե հարց չլինի, արդեն գնանք տներով։ Դե շատ բարի։ Դե ժողովուրդ, ապրեք որ միացաք ու մինչև až մնացիք։ Դասի ընթացքում նկատում էի, որ սկզբում 6-7 էինք, հետո քչանում էինք, հետո պայտակ մարդ եկավ գնաց բաման։ Շատ ուրախացնող է, որ գոնե 3 հոգի լինում է, որ մինչև až մնում է, ու 2 հոգին էլ ընդ որում ակտիվ խոսում է նաև։ Հենց որ դրա համար մերսի։ Ու ձեզ լավ օրվա ավարտ։ Մերսի շատ։ Ձեզ ակալ հաջողություն։ Հաջողություն, հաջողություն։